Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում է Անտապանի կլոր սեղանի հաղորդաշարն է և շտապեմ ներկայացնել մեր այսօրվա հյուրերին։ Մեր հյուրն է տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Ռատուն Մանասերյանը, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Հայկ Տրունյանը, ֆիզիկա մաթեմատիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Գևորգյանը և Քոչարի ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանը։ Ողջունում եմ պարոնայք մեր տաղավարում, շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը։ Այսօր մենք խոսելու ենք Հայաստանի տնտեսության մասին, տնտեսության տեսլականի և իրական տնտեսության մասին, ինչ որ կա, որովհետև գիտեք, այդպիսի հայտնի խոսք կա, որ երբ նավը ծովում է և չունի որևէ նպատակակետ, բոլոր ուղղություններն նրա համար ճիշտ են։ Աստից մեր երկիրը սկսած 1991 թվականի անկախացումից հետո այդպես էլ առաջ չի դրել որոշակի տնտեսական տեսլական և հետևաբար բոլոր մեր իշխանությունները և նախկին և ներկա ընդամենը գործել են այսպես օրվա թելադրանքով, անհրաժեշտություններով, իրենց պատկերացումներով, որոնք ցավոք սրտի ոչ միշտ են ճիշտ եղել։ Եվ իմ առաջին հարցը պարոն Մանասերյան, դուք բազմիցս նշել եք, որ Հայաստանի տնտեսական աճը իներցիոն բնույթ ունի, այն իրական չէ, և արդյոք 2026 թվականի բյուջեն հաշվի առնում այն ռիսկը, որ արտաքին գործոնների թուլացումը կարող է հանգեցնել կտրուկ անկում։ Շնորհակալություն հրավերի համար։ Սկսեմ նրանից, որ անկախության տարիներին, երբ ձեզ դա հայտնի է, ինչ օրս ես ոչ միայն տնտեսության զարգացման տեսլականի մասին, անհրաժեշտության մասին, խոսել, այլ նաև Հայաստանի զարգացման բոլոր առումներով, և տնտեսական, և քաղաքական, և սոցիալական բոլոր առումներով մենք չունենք տեսլական։ Տեսլականի բացակայությունը ինքնից սպառնալիք է։ Եթե մենք խոսում ենք անվտանգության մասին, բազմաթիվ սպառնալիքներ կան, բայց եթե չկա զարգացման տեսլական, մենք փաստորեն 35 տարի արթնանում ենք, չգիտենք ինչի համար ենք անկախացել և ուր է գնում մեր երկիրը։ Սա առաջին։ Տնտեսությունը մասնավորապես չունի տեսլական, և սա երբ վերջերս ինձ համար փորձել եմ հայտնաբերել դրա պատճառը, հասկանալ թե պատահականություն է արդյոք, որ իրարից խիստ տարբերվող կառավարություններ և տարբեր նույնիսկ գաղափարախոսություն դավանող իշխանություններ այդպես էլ չեն հստակեցրել տեսլական։ Իմ հիպոթեզը նա է, որ որևէ իշխանություն չի ուզում իրեն դնել շրջանակի մեջ, չի ուզում ասել ինչի համար է եկել և մինչև իր իշխանավորման վերջը, մինչև իր այդ ժամկետի վերջը, ինչ է պարտավորվում անել։ Սա կարծում եմ հիմնական գայթակղություն է, դրա համար ինչպես ասեցիք, և կարելի է այսպես անել, և այնպես անել, և արևմուտքին հաճոյանալ, և արևելքին, և հյուսիսին, և հարավին։ Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա ճիշտ կլինի, որ մենք եզրույթները ճշտենք։ Մեզանում լուրջ խառնաշփոթ կա 35 տարի, լուրջ խառնաշփոթ կա տնտեսական աճ, տնտեսական զարգացում, մարդկային զարգացում, վերականգնողական աճ և այլն։ Հիմա այն ինչի մասին դուք ասեցիք, այո, ես շատ կուզենայի, որ մենք ընտրենք բառերը։ Տնտեսական աճը, որ ներկայացվում է հատկապես վերջի տարիների ընթացքում տնտեսական գործարար ակտիվության ցուցանիշով, սա բնավ տնտեսական աճ չի, այսինքն միջինացված ամիսների ընթացքում տարբեր ճյուղերի արտադրված արդյունքի և ծառայությունների, մատուցած ծառայությունների աճի միջինացված ամրագրում է։ Իրականում մենք ունենք անկախության տարիներին, և դա չի ավարտվել, ցավոք սրտի, անցման փուլը չի ավարտվել,
որտեղ չենք էլ իմանում ինչի ստեպի ունենք անցում կատարում, լավագույն դեպքում կարելի է բնութագրել որպես վերականգնողական աճ։ Սրանով կարելի է բացատրել այն իրողությունը, որ մեզանում նույնիսկ երկնիշ թվով տնտեսական աճ են գրանցել, բայց այնուամենայնիվ ունեցել ենք արտագաղթ, ունեցել ենք սոցիալական լուրջ խնդիրներ, չասեմ ցնցումներ, այն դեպքում, երբ զարգացած երկրները, եվրոպական երկրները, Միացյալ Նահանգները 1-2-3% ճգնաժամից հետո եթե գրանցում են, դա հրաշալի ցուցանիշ է։ Եվ կարողանում են այդ ընթացքում նաև մարդկային զարգացման խնդիրներ լուծել։ Ուրեմն իրենց անունով կոչելու համար պետք է ասենք, որ վերականգնողական աճ է եւ այստեղ ուզում նկատել, որ եթե վերականգնողական աճ է, այդ 11-12 անգամ 14% երկնիշ թվով աճերը մեզ համար բավարար չեն։ Համատության համար նշեմ, որ Գերմանիան հետպատերազմային Գերմանիան ունեցել է միջինը 33-ից 35% աճ 60-ական թվականների մասին է խոսքը Լյուդվիգ Էրհարդի կառավարության եւ սոցիալական շուկայական տնտեսության հետ հայեցակարգի, որը մինչեւ այսօր աշխատում է եւ մինչեւ այսօր դուր է տալիս Գերմանիային լինել առաջատարը Եվրոպայում, ուզում շեշտել 22 եվրոպական երկրների համախառն ներքին արդյունքից ավելին տարեկան հնարավոր։ Արտաքին գործոնների բացասական գործոնների թուլացում մեզ ոչ ոք չի խոստացել 26 թվականը ինչպես այս իլյուզիոն գործընթացներն են, որ անցյալ տարի փորձեցին ներկայացնել, այնպես էլ լուրջ վտանգներ ներկայացնող գործընթացներ կան եւ իրականում եթե այսպես շարունակվեց, ապա ես ոչ միայն չեմ բացառում, այլ շատ հստակ կարող եմ կանխատեսել, որ տնտեսական կախվածություն կարող է ստեղծվել հարևան երկրից եւ երկրներից, առնվազն երկուսից, որը ցանկացած պահին, երբ այդ կախվածությունը կտրվեց առաքումների մասով, ապա կարող է պատկերացնել, թե Հայաստանը ինչ վիճակում կարող է հայտնվել։ Ես շատ հակիրճ փորձեցի ներկայացնել, եթե այլ մանրամասներ Շատ մենք խոսենք նաև տնտեսական աճի որակի վերաբերյալ, որովհետև իրականում գիտեք, այսպիսի իրավիճակ է, որ տնտեսագետները ինչ-որ ինդիկատորներ են դնում, որպեսզի գնահատեն ինչ-որ պրոցեսներ, իսկ պետական գործիչները վերցնում են այդ ինդիկատորների այն մասը, որ իրենց է ձեռք տալիս եւ դրանք հրապարակելով իրականում մանիպուլացնում են մարդկանց։ Եթե կուզեք շատ կարճ ասեմ, ամենը երկու ցուցանիշ կա, որ պետք է հաշվի առնել ցանկացած տնտեսության մեջ, այդտեղ Հայաստանի Հանրապետություն։ Առաջինը տնտեսական անվտանգությունն է, որքանով է անվտանգ տնտեսությունը, որքանով է ապահովել օրինակ էներգետիկ անվտանգություն, ֆինանսական անվտանգություն, պարենային անվտանգություն, ժողովրդագրական անվտանգություն եւ այլն։ Երկրորդը, որից մենք երկու ոտքով խաղում ենք այդ գործում, դա մրցունակությունն է։ Հայաստանի տնտեսությունը չունի այդ մրցունակությունը, եթե լինի, մնացած ցուցանիշները դրանցից առանցյալ են։ Եվ շատ մենք հետ ենք մնացել համաշխարհային գնահատականներից, եթե մենք, ինչպես սկզբում ասեցի, միջինացված ցուցանիշներ ենք վերցնում, շատ վաղուց համաշխարհային տնտեսության մեջ օգտագործում են միդիան, օրինակ մեկ շնչին ընկնող միջինացված ցուցանիշի փոխարեն հնան։ Միդիան հնան է վերցնում։ Ես վստահ չեմ, որ տնտեսության ոլորտի կառավարիչները անգամ տեղյակ են դրանից, որտեղ դրանց խոսքից դա ես չեմ եւ պրոֆեսիոնալիզմը ընդհանրապես բացակայում։ Հասկանալի է, շնորհակալություն պարոն Մանասարյան, այդօր հարցս պարոն Գևորգյանին է, դուք հաճախ խոսում եք այն մասին, որ առանց գիտության, տնտեսական եւ տնտեսական օրգանական կապի մենք չենք կարողանա զարգացնել, զարգանալ եւ միշտ լինելու են օտար երկրյա տեխնոլոգիաների սպառող եւ ոչ թե ինքներս կարող ենք ստեղծել տեխնոլոգիաներ։ Դուք պատկերացնում եք, պարոն Գևորգյան, ինչ-որ համակարգային մոտեցում եք ինքներով։ Լավ շնորհակալություն հրավերի համար։ Հարցը շատ տարողունակ հարց է, ես լինելով ասենք համակարգերի մասնագետ, դինամիկ համակարգերի, ոչ թե տնտեսագետ, դա դինամիկ համակարգ է, ուրեմն քանի որ մի իմաստների պատերազմ ա գնում աշխարհում, առաջերտում պետք է
հասկանալ իմաստը, մեր գույցան իմաստը, եթե մենք այդ մեր գույցան իմաստը չենք հասկանում, ապա մնացած այդ հարցերը, թե մի քիչ լավ կլինի, մի քիչ մրցունակ կլինի, չի դա լուծում չի, ուրեմն պետք է նախ հասկանալ, թե ինչի համար մենք գոյություն ունենք եւ մենք ինչ ենք ուզում ապագայի տեսանկյունից։ Ասենք օրինակ ես պատկերացնեմ, ասենք որպեսզի մենք կարողանանք ստեղ ապրել Հայաստանում, պետք է ամբողջ Սփյուռքը ցանցային պետություն կազմակերպել, որը տարերի մեջ առաջացել է, հետո լուծվել է, ինչ պատճառներ, որտեղ ինքը իմաստների մեջ չէ։ Իմի այսօր հատկապես գիտությունը ուղղակի գլխավոր լոկոմոտիվն է բոլոր զարգացումների, ասենք դե տեսեք արհեստական բանականությունը զարգանում աներևակայելի այսպես տեմպերով, ես օրինակ սկզբից բավական սկեպտիկ էի անկեղծ ասած նայեմ, բայց հիմի տեսնում եմ, որ ինչ բարքի առաջընթաց է ապրում դա եւ ասենք արդեն հումանոիդներ են ստեղծել, որը շուտով այդ օրինակ ահռելի ոլորտներ ծրագրավորման եւ այլն սովորական ամբողջը արհեստական բանականությունն է վերցնելու, այսինքն մենք էական խնդիր ունենք մեր որակը բարձրացնելու եւ մեր ինտեգրումը իրականացնելու ես ամբողջ աշխարհում նկատում ամբողջ հայություն դրա համար մեծ իմաստներ պետք է լինի որ մարդը հասկանա ինչու է նա հայ եւ ինչի համար է նա ապրում էլի ինչ իր միսիան եթե պատկերացնեք այստեղ փոքր համեմատաբար ուրիշ մեգապոլիսների համար Հայաստանում մենք ունենք մի ահռելի քանակի բնակչության տղամարդ վարորդներ ասենք ոչ մեկը չի մտածում եկուց ինչ անելու իրենց վիճակը էլի հատ ասենք իրական ասենք եթե միտք մտցվեց որպեսզի արհեստական բանականությունը տրանսպորտի հարցեր լուծի այս ամբողջ մարդկային քանակությունը դուրս է շպրտվելու ու ամիանան էլի դրա համար ասենք երբ որ մենք ընդհանրապես ապագա տեսլականներից խոսում ենք պետք է ամբողջ կրթական համակարգը փոխել որտեղ ասենք հատկապես եթե մենք նայում ենք թե այսօրվա դասագրքերը բոլորը պատրել եւ աղբար լցնել բնագիտությունից սկսած հասարակագիտությունը առավել ես որտեղ մենք տեսնում ենք թե փոխի երկրները ինչ ուղղորդված աշխատանք են տանում որպեսզի մեզ որպես հայ տեսակի վերաֆորմատավորել դա հասարակական գիտությունն է բայց բնագիտությունը վերցրեք բնագիտությունը ֆիզիկա մաթեմատիկա առարկաները դասագրքերը խայտարակ որակներ, խայտարակ, երբ որ կարդում ասենք ֆիզմատգիտությունների դոկտոր Վարդը 5-րդ դասանի դասագրքում կարդում է խնդիրի չի հասկանում, այրել որտեղ ինքը ընկան վատագրված, տեղից ընդեից արտագրված, Թարգմանած արտագրած, կոմպիլացված, իսկ դա մանկավարժությունը շատ լուրջ ոլորտ է, օրինակ ասենք ես նույնիսկ իմ այսպես թորնիկի հետ, որ 5-րդ դասան է, ես այդ ֆիզմատգիտություններին, որում ես բավական ակտիվ աշխատող որոշ աշխարհի ճանաչում ունեցող գիտնական ես տեսնում ես չեմ թույլ տալի մանկավարժությամբ զբաղվել որովհետեւ դա իմ գործը չի որտեղ հոգեբանություն կա որպեսզի ասենք երեխային պատրաստել որ ինքը սկսի աճել ոչ թե բերել ասենք այնպիսի ավետալի վիճակի, որ հիմի տեսնում եմ մասսայական, ասենք, դասատուներն չեն հասկանում այդ գրքերը, չեն կարում բանանել։ Բայց դուք այնպես եք ասում, կարծես թե այդ գրքերը իրանք ինչ-որ հայտնվել։ Չէ, ես դրանք հասնում են ինչ-որ փորձարկություն։ Անդրադառնանք գիտության ոլորտին։ Մենք ունենք 7 ֆիզիկայի ինստիտուտ, ոչ մի հատ լուրջ ազգային ծրագիր։ Պատկերացնում եք 7 ֆիզիկայի ինստիտուտ ունեցող երկիր սեփական ռեակտոր պետք է ունենա։ Օրինակի համար եմ ասում։
այրոտիեզերական ինչ-որ ծրագրեր պետք է ունենա։ Ես գիտեմ մի անունը չտամ, իմ ընկերս, այրոտիեզերական հայկական գործակալության պետ է, որը ստեղ փորձեց զարգացնել, որտեղ ամեն ձևի խանգարեցին, խնդրեմ, Արաբական Միացյալ Էմիրությունները սիրով ընդունելա բոլոր հնարավորությունները ստեղծելա, որտեղ այստեղ ինչ-որ պարոն Մանասերյանը նշեց, չկա, ասենք, ղեկավարման այս կառույցներում կոմպետենտ ընդհանրապես մարդիկ։ Իսկ կոմպետենտ մարդիկ ինչ են անում, կներեք իհարկե որ ընդհատում եմ, բայց պետք է անպայման ասեմ, հենց ֆիզիկայի ոլորտի պատասխանատու, անունը չեմ ուզում տալ, որտեղ ոչ երևս է այդ մարդը, իրեն նշանակեցին գիտության ոլորտի, գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար։ Ինչ արեց։ Կործանեց ամբողջ գիտությունների ազգային ակադեմիան, հիմա այդ ակադեմիան թող ներվի ինձ ասել, դարձել է ընդամենը շենք պահող մի ծերակույտ։ Ճիշտ եք ասում։ Ֆիզիկայի կարկառուն ներկայացուցիչ էր, որ առաջին պիոները պետք է լիներ, առաջին ջատագովը պիտի լիներ ձեր ասացի։ Ինքը ոչնչացրեց ֆիզիկայի ոլորտը եւ գիտությունների ազգային ակադեմիան ամբողջությամբ։ Դա չի նշանակում, որ դու չկան կարող մարդիկ, ասենք ինչ որ գումարներ էլ հատկացնում են, բայց այդ գումարները բոլորը փոշիացնում են, որտեղ ես տեսնում եմ, ասենք հանրապետություն ոչ թե գիտության զարգացման ուղղված քայլեր, այլ գիտական նաուկապրայզը, գիտական ձևի էլ ինչ որ չափանիշներ, որը իրենք արտասահման Եվրոպան է այդ չափանիշները իրականում չի օգտագործում, այսպես կոչված նաուկամետրիա, որտեղ ասենք հղումների քանակը, գիտաչափությունը, դա պարտադրում են, որպեսզի դու չկարողանաս բան անել, զարգացնել քո գիտությունը, ասենք ընդ որում չունենալով Սկոպոսյան եւ ոչ մի ամսակի, ստիպում են, որ Սկոպոսյան հոդվածներ ունենան հայ գիտնականները։ Ուրիշ բան էլ ասեմ, Սկոպոսյան լավ հոդվածներն են, մեկ էլ ուրիշ բան պատճառ են բռնում, ասում են, հղումները քիչ այ անգեր ասում, այս տիպի աշխատանք վրա հղում անելու համար պետք է այս տիպի եթե օրիգինալ շատ կարևոր բաներ են, ինչ հղումներից են։ Այո, նոր բաներ։ Եվ ուրիշ մի հատ արտարոց բան, ամենաբարձր այդ պատենտավորում անցած տեխնոլոգիան Ամերիկայի պատենտային բան եւ ասենք գիտության կոմիտեն 0.1 բալ է դնում։ Սա որտեղ է սրա տրամաբանությունը։ Ասենք դա պետք է լիներ օրինակ Իսրայելը ոնց է, կա գլխավոր գիտնականի օֆիս, Գարգարժան մարդն դեր նստած է, ոչ մի գլխավոր տնտեսագետի օֆիս կա, բացի էկոնոմիկայի նախարարից։ Մեկը գա, ասենք ցանկացած մարդ ցանկացած պահին կարող գասի, ես ունեմ sense ծրագիր, ասում շատ լավ, հրավիր բանը, այսպես կլոր սեղան, մի քանի անգամ քննարկում են անում, բաց քննարկում, ոչ թե ինչ-որ անհասկանալի օպոնենտներ, որ ոչ տեսել ես, ոչ, ասում են քննարկումից հետո մարդ է, կամ ինքը հասկանում է իր սխալները, վերցնում է իր ծրագիրը գնում է, կամ հիմնավորում բանը, եթե տեսնում է, որ դա արժեք ունի, բանը, հասկանալի, որ զարգանա։ Հասկանալի է, պարոն Գևորգյան, իրականում ես ուզում նշեմ, որ այս ապագա հատկապես 21-րդ դարը այն կարգի գիտատարը, որ հասկանալի է։ Չնայած գերկամպյուտեր, ասենք, ունենալ եւ չունենալ, ասենք, բաներ, մաթեմատիկ ծրագրավորողներ, որ կարող են գերկամպյուտերի վրա օրինակ խնդիր լուծել։ Դա խնդիր ձևակերպել, հետո խնդիր լուծել։ Ձևակերպել, բայց ծրագրավորողը չկա։ Պարոն Գևորգյան, խնդիրը նա է, որ իրականում մեզ մոտ եւս այդ խումբը հավաքում են, որպեսզի մարդիկ կարծիք ասեն, բայց այդ մարդիկ չեն հավաքում, որ երևի պետք է։ Բայց կանդրադառնանք դրան երկրորդ մասում, ես ուզում եմ հարցս ուղղել պարոն Սարգսյանին։ Պարոն Սարգսյան, ձեր քաղաքական ուժը հաճախ շեշտում է ինքնաբավ տնտեսության կարևորությունը։ Ես այստեղ ուզում եմ այսպիսի մի
Սա պրովոկացիոն հարց տալ, ինչպես եք դուք պատկերացնում ինքնաբավ տնտեսություն, ԵԱՏՄ եւ ուրեմն արևմտյան պատժամիջոցների արանքում։ Նկատի ունեմ այն, որ եթե այստեղ ես գնում այնտեղի պատժամիջոց են գալիս, եթե այնտեղ ես գնում այստեղի պատժամիջոց են գալիս։ Շնորհակալություն դրամատի համար, պետք է համաձայնվեմ մեր Սերյանի, Կյանին հետ, ինչ-որ նրանք բարձրաձայնեցին, նախ խոսենք այդ տնտեսական կեղծ աճի մասին, դա կեղծ չէր, կար այդ աճը, բայց չեն բացահայտում ինչ է։ Գոյություն ունեցավ ռելոկանտներ, եկան Ռուսաստանից մեծ թվով մարդիկ, կազմակերպեցին ինչ-որ գործունեություն, եղավ աճ, բայց հավելյալ արժեք չստեղծվեց, ոչ էլ ասենք շինարարությունն ստեղծում այդ հավելյալ արժեքը եւ եղավ բյուջետի ինչ-որ բարձրացում, նոր աշխատավարձների բարձրացում, ուժայինների պարգևավճարներ եւ բյուջետը կանգնեց մեծ ճեղքի առաջ, որը որ շարունակվելու է, քանի որ այդ ռելոկանտները մեծ մասը գնացին։ Հիմա ինչ վերաբերում է տնտեսությունից, եթե խոսում ենք տնտեսությունից, պետք է խոսանք սոցիալ-տնտեսական։ Այսինքն մարդը կապ չունի որտեղ ապրում, նա պետք է արժանապատիվ ապրի եւ Հայաստանում կա մի քանի գոտի։ Նախալեռնային, լեռնային, բարձրավանդակային եւ հիմա սահմանամերձ։ Այսինքն այդ սահմանամերձը մարդիկ լքում են, պետությունը պետք է այդտեղ աշխատավարձներ տա, մենք առաջարկում ենք նույնիսկ աքսոր կալանավորների փոխարեն ազատ աքսոր պրովացիայի ծառայության, որպեսզի բնակեցվի այդ սահմանամերձ գոտիները, ընտանիքները չքայքայվի, որը որ մեծ խնդիր է, կարելի է ազատ աքսոր, ոչ բոլոր հանցագործություններ, բայց հանցագործություններ կա, որ պետք է ազատ աքսորի կերպով բնակեցվեն սահմանամերձ գոտիները։ Պետությունը տա մինիմալը, գազ, հող, ջուր, տուն եւ մնացածը, եթե ուզում են լավ կյանք, ընտանիքը անի։ Հիմա բարձրալեռնային գյուղատնտեսություն, Հայաստանում գյուղատնտեսությունը վտանգի մեջ է, հողը հոգնած է։ Մի տարի բերք կա, մյուս տարի առնետներն են, կարկուտն է, ես չգիտեմ, պարարտանյու 60%-ը չի օգտագործում։ 60%-ը մշակովի հողերը չի օգտագործում։ Չի օգտագործում, քանի որ ամեն մեկին տվել են 200 հեկտար հող ու ձեռից օրենք չեն ընդունում, որ ձեռից վերցնեն $1000, $500 սեփականացրել են իրենց բարեկամների անուններով այդ դիզգոյները, որ կային, հա, ու հողը չի օգտագործում։ Իսկ որն էլ որ օգտագործում է, արդեն հոգնած լավ էս մարդը փող ունի առնետների դեմ պայքարում է, հարևանը փող չունի, չի պայքարում, օգուտը չկա։ Գյուղապետարանը դարձել է փուչիկ կազմակերպություն, չունի ոչ տեխնիկա, ոչ պարարտանյութ է նորմալ տալիս, այսինքն տրակտորիստը իր հողը ունի, գյուղապետը ասում է գնա այս մեկի հողն է բարի, ասում է ես այսօր հոգնել եմ, էլ չեմ գնալու։ Այսինքն այս գյուղապետարանը մեր վզին դրած, մեր հարկերով սնվող մի հատ փուչիկ կազմակերպություն, իրականում շատ խորը հարց է, այս ինքնա Հայաստանը կարող է նամանավանդ էներգիայի ոլորտում հիմա ինչպես Պարոն Գևորգյանը ասեց, ֆիզիկոսներ ունենք, մենք այդ ռեսուրսը ունենք, հա, բարձրավանդակայինում արևային կամ հիմա աշխարհը անցնում է այսպես կոչված ժարգոնով լուսինային պանելները, որը որ իրականում հա գիշերային արևային պանելները, լինենք դրանց պիոներները, լինենք դրանց առաջնահերթությունները, ես նկատում եմ բարձր լեռնային, որը որ եւ մեծ մասը սահմանամերձել է պետությունը պետք է ֆինանսավորի աշխատավարձներ տա, քանի որ դա արդեն անվտանգության հարց է, ոչ միայն տնտեսության կամ սոցիալ-տնտեսական, այլ անվտանգության հարց է։ Մյուս հարցը, որ Պարոն Գևորգյանը բարձրացնում է, մենք դրանից չենք խուսափելու։ Այդ կվալիֆիկացիա արհեստական բանականություն այսօր ասում են
այս արհեստական բանականությունը փոխարինեց 20,000 աշխատողի, բայց ոչ ոք չի ասում այդ 20,000 աշխատողը ինչ եղավ։ Եվ երբ որ այդ թիվը կհասնի 2-3 միլիարդի, այդ ժողովրդին ուտիլ են ուղարկելու։ Թե հիմա պատերազմով կուղարկեն, այսինքն արհեստական բանականությունը մարդկության թշնամին է, այո, թշնամին է, բայց չենք խուսափելու։ Հիմա մենք լինելով սենց փակված կարող ենք դրա դեմ պայքարել, մենք ասում եմ այդ 4 հարցը սոցիալ-տնտեսական, որ կարողանանք լուծենք, նախալեռնային, բարձրալեռնային, այսինքն 600-ից 1200 կիլոմետր մեր մոտ գալիս է նախալեռնայինը, հա, հետո 1200-ից 2000 մետր լեռնայինը եւ բարձրավանդակայինը, սահմանամերձն է դե խառնը կա, նախալեռնային կա, բարձրալեռնային, այդ 4 հարցը պետք է, ինչպես պարոն Մանասարյանը ասաց, տեսլականը, պետություն որ գալիս է, իշխանություն որ գալիս է, ասում է, այսի մեր տեսլականն է, այս գոտիները պիտի սենց զարգանան, մեր մոտ գոտիավորում չկա։ Կա հողերի գոտիավորում, Ձևական կա, բայց հա, ձևական։ դրան համապատասխան քաղաքականություն Մի հարց առաջացար, ես կուզենայի դուք մեկնաբանեք արհեստական բանականության եւ մարդկության թշնամի լինելու այդ գաղափարը ճիշտ բացատրենք մեր հեռուստադիտողների։ Ես կարծում եմ, որ դա ճիշտ է ներկա տնտեսական ձևի համար, երբ մարդկանց վճարում են իրենց աշխատանքի համար, այսինքն արհեստական բանականության զարգանալու հետ միասին այդ համակարգը եւս պետք է փոխվի։ Այո, որովհետեւ օրինակ նույն Շվեյցարիայում փորձեցին չէ դա անել ամեն մեկին, ամեն մի քաղաքացու տալ 2000 եվրոյի կարգի գումար, անկախ նրանից դա աշխատում է, չի աշխատում։ Ոչ միայն Շվեյցարիան, Ֆինլանդիան, տարբեր երկրները, որտեղ պետք է փողը money velocity-ին պիտի տնտեսության մեջ պիտի պատտվի, sense տենած այդ մարդիկ չեն դնելու բարձի տակ։ Շատ լավ։ Հաջորդ հարցը պարոն Դրոյանին է ուղղված, ես կուզենայի, որ դուք սոցիոլոգիայի տեսանկյունից տնտեսական հայտարարվող աճի պարագայում բացատրեք, թե ինչու հասարակության շրջանում չի հազում դժգոհությունը, անապահովության զգացումը եւ այլն։ Այսինքն կամ այդ տնտեսական աճն է, ինչպես մենք նախորդ պարոն Մանասարյանի բացատրությունից հասկացանք, որ ինքը այդքան էլ այդպես չի, եւ երկրորդը մարդիկ տեսնում են ուրեմն դժգոհելու տեղ ունեն, ինչու։ Շնորհակալություն հարցի համար։ Իրականում այդ հարցը ավելի խորքային է, որովհետև տնտեսությունը չի կարող առանձին ապրի, առանց հասարակական կյանքից, առանց մարդու առօրյայից ու մեր քաղաքացին ամեն օր հիմա ունի լուրջ խնդիրներ։ Այդ խնդիրները կախված են եւ իր անձնական անվտանգության եւ իր չհասկանալը թե ապագան որտեղ է լինելու, ոնց է լինելու, մինչեւ այդ ձեր հարցի պատասխանը տամ, ուզում եմ մի հատ կարևոր բան ասեմ, ուրեմն հունվարի 8-ին 2026 թվականի հունվարի 8-ին ընդունվել է Հայաստանի տնտեսության եւ ինստիտուցիոնալ տրանսֆորմացիայի դոկտրինա։ Ես այդ դոկտրինան բացել եմ նայել ու եթե գիտեք, եթե ես ապրեի Սփյուռքում, երբ որ առաջ էի ապրում Սփյուռքում, այդ ժամանակ բաց էի դոկտրինան կարդալ, կասեի ինչ հոյակապ բան է գրած։ Բայց քանի որ ես ապրում եմ արդեն Հայաստանում ու գիտեմ Հայաստանի իրավիճակը հենց ներսից, ինձ համար շատ խառը մտքեր են ծագել ու մի քանի հատ կարևոր բան եմ ուզում ասել։ Նայեք, դոկտրինան դա փաստաթուղթ է, որը պետք է ստրատեգիական, տեսլական տա, բայց մեր տնտեսական տրանսֆորմացիայի դոկտրինան ընդամենը մինչև 2030 թվականի մասին է գրված։ Ըստ 4 տարվա պլան է ընդամենը։ 4 տարին դա դաժե տակտիկական պլանավորում չի, էլի, դա օպերատիվ պլանավորում է։ Դառնում է մենք դոկտրինալ մակարդակով էլ մեր տնտեսությունը տեսնում ենք ընդամենը 4 տարուց ավել չենք տեսնում։ Երկրորդը, այնտեղ խոսվում է նրա մասին, որ կրթությունը ամենակարևոր բանն է, բայց մենք տեսնում ենք, որ կրթությունը Հայաստանում այսօր դա ամենակարևոր բանը չի, ու կրթության մեջ մեծ ներդրումներ չկա, մենք ինստիտուցիոնալ փոփոխություններ չենք տեսնում, մենք չենք տեսնում պրոֆեսիոնալիզմի նարատիվը, որը պետք է դառնա կարևոր բանն, ինչ դուք բոլորդ ասեցիք, ու դառնում է, որ դոկտրինայում դա գրած է, բայց իրականում դա տենց էլ չի։ Նայեք, այստեղ մեկ էլ խոսում է նրա մասին,
որ պետքա պետությունը զբաղվի էկոնոմիկայի դեմոկրատիզացիայի մասին։ Թույլ տա, որ ինվեստորներ գան, զարգացում գնա, ինվեստորը գա, լինի ապահով, հասկանա, որ կամ պետական մարմիններ, դատական սիստեմ, որը իրան ապահովելու է, բայց իրականում դա տենց չի։ Հայաստանում ինվեստորը անվտանգ չի, ինքը գալիս է Հայաստան ու չի տեսնում, որ կան պետական մարմիններ, որ իրանք ապահովեն, չի տեսնում, որ կա պետական ինստիտուցիոնալ մոդելություն եմ կտրում։ Արտաքին ներդրողի մասին է, չէ՞։ Իսկ մենք ներքին ներդրող ունենք։ Ներքին ներդրողին պիտի նայի արտաքին ներդրողը, ասի, այս մարդն եկել է Հայաստան, բայց դրանից առաջ ցույց տան, որ ներքին ներդրողի համար ինքան լավ է, այն մարդը ինքան լավ գործում է, որ արտաքին ներդրողը մենք ներքին ներդրում չենք անում, մենք ներքին ներդրում չենք անում, սա պարադոքսալ երկիր է։ Անկամ վիճակագրություն չունենք ներքին ներդրումների, ասում ենք արտաքին ներդրումները հաշվենք, այն էլ օտարերկրյա ուղղակի ներդրումներ, պորտֆելայինն էլ չենք հաշվում։ Սենց անգրագետ վիճակագրություն եւ տնտեսության կառավարում ես երբեք չեմ տեսել, ոչ մի երբ չեք գտնի։ Կա ներքին ներդրումներ արտաքին, կա պորտֆելային, կան ուղղակին 10%-ից ավել է։ Բա մնացածը ով պիտի հաշվի առի։ Եթե մենք ձեզ հետ միասին գնանք Ուզբեկստան, ասեն դուք ներդրում արեք, 5 հայեր եկել եք, բայց չենք հարցնի, բա մի ինչ-որ ուզբեկ ընդեղ գործանում է, ներդրում անում է, թե չէ, եթե իրանք չեն անում, մենք ինչի պիտի անենք։ Ես ինչ պետություն է կառուցի, 35 տարի հաշվում ենք ուրիշի փողերը, կներեք իհարկե։ Ես ուզում եի ասել, որ եթե մենք դոկտրինալ մակարդակով ընդունենք այդպիսի տեսլական, դա դոկտրին չի, դա թյուրիմացություն է։ Պետական փաստաթուղթ է։ Իսկ ում հետ են խորհրդակցել, որևէ լուրջ փորձագետի հետ խորհրդակցել են այդ դատարկաբանությունը դնելուց առաջ։ Ինձ հետ կներեք, ես անհամեստություն չեմ անում, բայց ես վաստակ ունեմ, չէ, եւ որպես օրենսդիր, եւ որպես գիտնական փորձագետ իմ գործընկերներին հարցրել են, մենք sense փաստաթուղթ ենք դնում, ձեր սրտով, հա։ Դուք մի բան կավելացնեք։ ChatGPT երևի։ Իհարկե։ Բա իհարկե։ Կարևորը նա չի ունել հարցերը։ Փոքր երկում չեք երևում։ Արդեն ընդունել եմ։ Միգուցե խոշորացույց է պետք որպես դա։ Դա արդեն ընդունել են։ Հիմա մենք ունենք այս փաստաթուղթը, ուրիշ ցավոք չունենք, ու այս մոտեցումով է ամեն ինչը։ Ուրիշ բան ունեք այդտեղ ասել։ Հա, ես ուզում եմ ասել, որ ֆունդամենտալ հասարակության կողմից բան փոխվելը հնարավոր է մի քանի պարագայում։ Առաջինը, ինչ բոլորն ասեցին, դա պրոֆեսիոնալիզմի նարատիվն է, որովհետև Հայաստանում այսօր չկա պրոֆեսիոնալիզմի գաղափար։ Ու դա մենակ պետական մակարդակում չի, դա եւ հասարակության մեջ է։ Մեր մոտ պրոֆեսիոնալը չի կոչվում հերոս, չի կոչվում կարևոր մարդ, չի կոչվում այն ինդիվիդուալը, որին պետքա հետևեն։ Երկրորդը, որ տնտեսության մեջ կա, սոցիոլոգիայի մեջ կա երկու հասարակություն, դա ի եւ կա։ Ին դա ինդիվիդուալիստներն են կամ կոլեկտիվիստներն են։ Հայաստանի հասարակությունը ինդիվիդուալիստների հասարակություն է։ Ու Հայաստանի տնտեսությունն էլ պետքա լինի ինդիվիդուալիստների վրա ուղղված տնտեսություն։ Եթե մենք ուզում ենք զարգացնել մեր տնտեսությունը, մենք պետքա այնպիսի հիմքեր դնենք Հայաստանում, որտեղ հայ մարդը կարողանա իրականացնել։ Սա իրացնի։ Սա տեխնոլոգիական հարցերի մասին է խոսքը, սա գիտության հարցերի մասին է խոսքը, սա լաբորատորիաների մասին է խոսքը։ Ու այս պոտենցիալը, այս մարդկային պոտենցիալը Հայաստանում շատ բարձր է։ Չնայած նրան, որ միգրացիան է բարձր, չնայած նրան, որ շատերը հույսաթափվում են գնում են, բայց այդ պոտենցիալը մենք ունենք։ Հիմա եթե մենք չսարքենք հայ մարդը որպես ռեսուրս, ու դա դոկտրինալ մակարդակով չընդունվի, որ Հայաստանի Հանրապետության ամենակարևոր ռեսուրսը դա հայն է, ու հենց այս մարդկային կապիտալի վրա պետք է ներդրումներ արվի, մենք ապագա չունենք, որովհետև սա շատ լուրջ բան է, որը մենք ունենք, մենք ուրիշ ռեսուրս չունենք։ Եթե սրանով չենք զբաղվելու, ընդհանրապես ուրիշ ծրագրերը, ուրիշ պլանները, մանավանդ եթե պլանավորում ենք մեր դոկտրինան մինչև 2030 թիվ, անիմաստ բան է, որովհետև մենք հիմքերի վրա չենք դա պլանավորում։ Գուցե ձեզ առարկեն ասեն, որ տեսեք, մենք ինչպես ենք վերաբերվում, մեր ուսուցիչների իրենք անցնում են հատուկ քննություններ, ստանում են որակավորում եւ այդ որակավորումից հետո ստանում են բարձր աշխատավարձ, հիմա ինչ մեղք ունենք, որ ուսուցիչների մեծ մաս այդ որակավորումը չունի։ Ուսուցիչներով պետք է զբաղվել,
պետքա մանկավարժական ինստիտուտները դրանով զբաղվեն։ Եթե դու դրանով չես զբաղվում ու բարձում ես ատեստացիայի հարցն ես միանգամից դնում, դա չի դառնում, որ դու ուսուցիչների մակարդակն ես փոխում։ Դա ֆունդամենտալ երկարաժամկետ աշխատանք է։ Ու կրթությունը դա խիղ բոլոր գոլեգաներն ասում էին կրթությունի վրա են շեշտը դնում։ Կրթությունը դա քո ապագան է, կրթության արդյունքը երևալու է 10 տարի հետո։ Եթե դու այդ աշխատանքը չես տանում ու չես ֆունդամենտալ փոխում, չես սարքում դասատուի կերպարը, որպես հերոսի կերպար չես սարքում, դասատուն չի քո հասարակության մեջ ամենակարևոր մարդը, ոնց կարող է ամենաբարձր վարձատրվող։ Իհարկե, ու դա տենց չի, որ դասատուն ստանում է 500-700 դրամ աշխատավարձ, ես տենց դասատու չգիտեմ, ես տարբեր կրթական ոլորտի ծրագրերում եմ աշխատում, այնտեղ տենց դասատու չկա։ Ասեմ, այդ լավ թեմա է, այստեղ կան, ասենք, անհատներ, որոնք փոքր դպրոցներ են բացում, մաթեմատիկա, որ դասավանդում են Ամերիկայում, բարձր աշխատավարձով։ Ոչ մի տեղական գիրք չեն օգտագործում, որտեղ դա ուղղակի խայտարակություն է այս դասագրքերի մասին։ Օլիմպիական թիմի հետ են աշխատում այնտեղ, պատկերացնում եք, ու դրանք վռնդված են այդ ակադեմիական Ճապոնիայի հետ են աշխատում, եվրոպական Շատ լավ, պարոնայք։ Գիտեք բանալին որն է, լավ, հետո ես դրա Համեցեք, դրա բանալին գիտեք որն է, շատ պարզ մի բան գոյություն ունի։ Գիտելիք, այ դուք ասում եք կրթություն, գիտելիք տվող ուսուցչին, գիտելիք պետք է տալ ուսուցչին եւ ընդհանրապես գիտելիքը պահանջարկված չի Հայաստանում։ Ես իզուր չասեցի ինչու ինձ, իսկ ուրիշ ոլորտներին ինչա, ձեզ դիմել են որևէ հարցում։ Իհարկե ոչ։ Այնտեղ կան գրպանային 2-3 ամեն մի կառույցում։ Երիտասարդ քիչ թե շատ ասենք, բան իմաց հասկանում են, որ էջերից ինչ կարող են copy-paste անել կամ ChatGPT-ով։ Եվ դրանց շնորհիվ այսպեսի շատ ներողություն տավտոլոգիաներ են գրում։ Երբ որ ես գրում էի տնտեսության ժողովրդավարացման մասին, Ստենֆորդի համալսարանում եղել իմ առաջին զեկույցներից մեկը, սրանք նույնիսկ չէին էլ իմանում դա ինչ է, բայց հիմա տնտեսության ժողովրդավարացում են ասում, ինչպես դա տեղայնացնել Հայաստանում, դրա մասին ոչ ոք գաղափար չունի։ Գիտելիքը որպես այդպիսի Հայաստանում դեռևս պահանջարկված չի։ Դրա համար գիտության հետ կապը մի մանեկեք, մի որոնեք, չի կարող լինել։ Ամենաառաջինը դա պետք է։ Հայաստանում աշխարհում ամենացածր ֆինանսավորող ոլորտներից է 0.25% մոտարապես բանից բյուջեից տեխնայից Իսկ օրենքի մեջ գիտեք, չէ՞ ինչ է գրված մայր օրենքի գիտության մասին, որը այնքան ձևափոխեցին, որ հասավ 0.25-ի։ Ոչ պակաս, քան 3%։ Հա, 3% Դուք հասկանում եք, Ղազախստանը հասել էր ՀՆԱ-ից 3% ոչ պակաս։ Հետո 5-ին հասցրեց։ Դրա համար Ղազախստանը 21-րդ դարը Ղազախստանի եւ նման երկրների դառնալ։ Հա, ու հիմի խոսումը գիտական քաղաքի մասին ակադեմիական գիտավանի абսուրդ, որի արժեքը գնահատված է $35 միլիարդ։ Այդտեղ էլ նպատակ չկա, որ ինչ անել։ Հա, որ ինչ անել։ Որ ինչ անել։ Հա, որ հավաքվեն միտեղ հարց են տալի, եթե բոլորը ակադեմիական համալսարան որ Հայաստանի համար են կառուցում, չեմ կներեք որ ընդհատում եք, այսինքն գիտավանը անում եք, ամեն ինչը մարդկանց բերում եք, չգիտեմ տարբեր երկրներից կամ ներքին, որ ինչ խնդիր լուծեք, ուրա տեսլականը, որ Հայաստանի խնդիրների համար չկա։ Այսինքն բացարձակ Դուբայի ռեպլիկան, հա, Դուբայում ունեն knowledge village, կապիկություն է, ռեպլիկան, հա։ Այո, հասկանում եմ։ Ժիլետ Սինգապուրի ժամանակին ասում էր Սինգապուր, մյուսն ասում էր, չգիտեմ, այս ամեն երկիրը գաղափար չունեն, երկիրը ճանաչող ղեկավար մենք չենք ունեցել։ Մինչև այսօր երևի մատերիվա կարելի է հաշվել 1-2 հոգի, որոնք գիտեն ինչ երկրի ղեկավար են եղել։ Չկա, չեն ճանաչում։ Շատ լավ, մենք կենտրոնանում ենք նեգատիվի վրա, ես առաջարկում եմ հիմա մենք դուրս կգանք գովազդային դադարից հետո մենք շարունակենք մեր զրույցը, մնացեք մեզ հետ, սիրելի հեռուստադիտողներ, գովազդի եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։
Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Մենք շարունակում ենք մեր կլոր սեղանը եւ իմ հաջորդ հարցը ուղղված է պարոն Մանասերյանին։ Մենք նշեցինք մեր խոսքում, որ այստեղ գյուղատնտեսությունը մնում է դեռ թույլ օղակ, պարոն Սարգսյանն էր դրա մասին ասում, եւ ես կուզենայի ձեր գնահատականը հասկանալ բարենային անվտանգության տեսակետից մեր երկրի վիճակին։ Ինչպես եք դուք գնահատում այդ բարենային անվտանգությունը, եւ հետո էլ ուզում եմ երկրորդ հարց էլ տալ, որ դուք անդրադառնաք այս պետական պարտքի սպասարկումը որպես բեռ։ Արդյոք մենք կարող ենք դա եւ սպասարկել եւ ինչ որ ոլորտներում ներդրումներ անել, որպեսզի այդ ոլորտները դառնան եկամտաբեր։ Ես կարող եմ սկսել անգամ այդ հարցից։ Ինքը պետական պարտքը շատ մտահոգվելու կարիք չկա, եթե մենք ինստիտուցիոնալ առումով ճիշտ հիմքերի վրա դնենք եւ հետևենք օրենքին։ Մենք անօրեն երկիր ենք այդ առումով։ Սահմանադրական նորմեր են խախտում պետական պարտքը ձևավորելու, հետո սպասարկելու առումներով։ Որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում բացի մի խմբից եւ սա նոր երևույթ չի ցավոքսը։ Տենշի որ ամեն ինչ պիտի բերենք պարտենք այս իշխանության վրա։ Շատ լավ ավանդույթ է ձևավորվել։ Ժամանակին երբ ես օրենսդիր էի, փորձեցի հասկանալ պետական պարտքը արտաքին մասը հատվածը հատկապես, որտեղ այն ժամանակ ներքին պարտքը շատ քիչ էր, չնչին էր։ Ինչպես է ձևավորվել, ինչի վրա է ծախսվել, որքանով արդյունավետ։ Օրենսդիրին գործադիրը, որ մեր ենթական է, չի պատասխանում։ Թափանցիկությունը այդ աստիճանը։ Նույնը այսօր է, դուք չեք հասկանա։ Այն ինչ որ ծավալների առումով ունենք, ես դա սարսափելի չեմ համարում անկեղծ ասած։ Դա կարող ենք ասել կառավարելի է։
Բայց դարձյալ ինչ նպատակի է ծառայում, տեսեք, շատ ավելի պարզ ասեմ, պետական պարտքը ձևավորում է հետևյալ կերպ. գործադիր իշխանությունը ելնելով պետական բյուջեի ծախսային մասից, թե ինչ նպատակներ ունի եւ չի բավարարում, ասում եմ, մեզ լրացուցիչ գումարներ են պետք։ Այս լրացուցիչ գումարների համար մտնում ազգային ժողով հիմնավորումներով, ասում եմ, որ խնդրում եմ տալ այսքան գումար, որպեսզի մենք առաջնահերթ այս խնդիրները կարողանանք լուծել։ Ազգային ժողովը քննարկումներ պիտի կազմակերպի, այդ թվում եւ փորձագետների մասնակցությամբ, դրան հավանություն տա, գործողի կառավարության ասի գնացեք որոնեք ներքին եւ արտաքին աղբյուրներ, ներքին աղբյուրները պարտատոմսերն են հիմնականում, արտաքին աղբյուրներ արդեն կարող են լինել տարբեր կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների վարկեր փոխառում միջոցներ։ Դրանից հետո դարձյալ պիտի գա ազգային ժողով, ասի որ ես այսինչ աղբյուրներ ունեմ, այսինչ պայմաններով է, ընդունելի է թե ոչ, որովհետեւ եղել են պայմաններ, որոնք շատ ծանր են նստել Հայաստանի տնտեսության վրա։ Նոր քննարկումներից հետո բանակցությունների արդյունքում պետք է գալ ձևավորմանը պետական պարտքի, ասենք որ այսքան է եւ այսքան ժամկետում ընդ որում պետք է նաեւ մտցնել այնպիսի հոդվածներ առաջին հերթին, որ սպասարկեն այդ դրանց կատարումից պետական պարտքը երբ ձևավորվում է ուղղում այնպիսի ոլորտներ, այդ թվում եւ արտադրական, որից ստացված արդյունքները նաեւ պիտի սպասարկեն եւ մայր գումարը եւ տոկոսները։ Այդպիսի փորձ մենք չունենք, այսինքն անգրագիտության մեջ ենք մենք գտնվում։ Եվ հիմա մենք միայն հետևանքների մասին ենք խոսում, ասում ենք այ պետական պարտքի հատկապես արտաքին հատվածը բա ոնց սպասարկենք։ Դա կարելի է սպասարկել, գիտեք ոնց են սպասարկում։ Այդ նույն ռելոկանտները, որ եկել են Հայաստան, գիտեք քանի տոկոսով գրպանվեց կամ այդ միջազգային կազմակերպություններին չտրվեց գումար։ Սրա մասին ոչ ոք չի խոսում։ 20%, այսինքն եթե պետք է $100 տային, $80 տվեցին, որովհետև արհեստականորեն արժևորվեց հայկական դրամը։ Ընդ որում ռելոկանտները հետ են գնում, բայց դրամը չի իջնում։ Սա էլ ուշադրություն դարձրեք։ Ընդ որում այդ գինը երբ որ դրամը բարձրանում է, գները պետք է իջնեն։ Բարձր արժույթի դեպքում տեղական գները բոլոր ապրանքների պետք է իջնեն, հատկապես այն ապրանքների, որոնց գնագոյացումը տեղում է կատարվում, ոչ թե համաշխարհային շուկայից ներկրվող ապրանքներ չեն։ Սա տեղի չունեցավ, այսինքն սպառողը Հայաստանի քաղաքացիները կրկնակիտ ուժեցին դրանից։ Հիմա պետական պարտքը սպասարկելիս նույն քանակությամբ դրամով ավելի շատ արժույթ ենք առնում եւ դրանով սպասարկում ենք։ Սա մասին ով պիտի խոսի։ Պարշի, որ ավելի սանձարձակ է դառնում ախորժակը, ովքեր որ սպասարկում են դա, եւ ասում են բերեք, մանավանդ թափանցիկ չի, մենք մարդկանց աչքը կմտցնենք իրենց տված հարկի հաշվին կառուցած մանկապարտեզը, դպրոցն ու ճանապարհը, կասեք, տեսեք ինչ ենք անում։ Իսկապես կա հարցում, բայց ում հաշվին է, մեր հաշվին է։ Իսկ մեզ հարցնում են, միգուցե սոցիալական ոլորտը պետք է անել, միգուցե պետք է նամուս ունենալ վերջապես տատիկ-պապիկների այդ եկամուտը հասցնել նրան, որ նրանք սովից չմեռնեն, եթե միայնակ են։ Բերեք կենսաթոշակի այն չափը, որը բավարար է մարդուն, մեր երկիրը կայացրած մարդուն սովից չմեռնելու համար։ Ինչա մենք հույս ենք դրել, որ իրենք զավակներ պարտադիր պիտի ունենան ու կերակրեն, բայց իրենք ինչի համար են աշխատել։ Մենք ինչի համար ենք աշխատել անդադ այդ գումարները վճարել ժամանակին, այս ուրեմն հիմնադրամին կամ այն հիմնադրամին։ Խնդիրը մի քիչ ավելի համալիր է։ Երբ ժամանակին Բրազիլիայի կրթության նախարարին հարցում են, բայց ձեզ մոտ այս խնդիրները կան, ինչի չի լուծվում տարիներ շարունակ, նա շատ իմաստուն պատասխան տվեց։ Ասեց կրթությունը դա նաև հասարակության մեջ ձևավորված այդ միջավայրի արդյունք է։ Մենք չենք կարող լոկալ խնդիր լուծել, եթե միջավայրը եւ հանրությունը պատրաստ չի ավելի բարձր չափորոշիչների։ Հիմա ձեր թույլտվությամբ առաջի հարցին ասնեմ։ Այո։ Բարենային անվտանգությունը Հայաստանի Հանրապետության այն բացառիկ երկրներից է, որ բարձր ինքնաբավություն գոնե առանձին ապրանքների գծով կարող են ունենալ։ 10-11 ապրանքախմբեր կան, եթե նայեք վիճակագրության տեղեկագրքերում, որոնք առաջի անհրաժեշտության ապրանքներն են։ Եվ այստեղ եւս խնդիրներ կան այդ ամեն ինչի մեջ, որը չեն բարձրաձայնվում։ Ինչ են ասում մեզ։ Ասում են գնաճ, չէ՞։ Ինչու չեն ասում ինֆլյացիա, գիտեք։ Վաղուց ինֆլյացիա բառը չի օգտագործվում այստեղ։ Պատահականությունա ոչ։
Առաջի անհրաժեշտության ապրանքների ինֆլյացիան գոնե մենք պարտավոր ենք ունենալ եւ նախորդ կառավարություններին էլ ես հորդորել եմ, որ գոնե իրենց ներքին օգտագործման համար իմանան հացի գինը ինչքան է թռել, բարձրացել վերել, կատնամթեր, հավկիթ եւ այլ, որպեսզի այդ զամբյուղը, որը մենք անվանում ենք պարենային զամբյուղ եւ պարենային անվտանգություն պիտի ապահովենք, դրանք երկնիշ թվերով չաճեն, որտեղ այդ նույն կենսաթոշակառուն չի կարող չմեռնելու գինը վճարի դրա համար։ Միայն սնվելու, անտառի բնակչի կարգավիճակով, չեմ ասում հագուստ կամ տրանսպորտ եւ այլն։ Սա չի արվում 35 տարի շարունակ, որը պարտավոր ենք մենք պահանջենք, որ արվի։ Եվ այդ ապրանքատեսակների 85%-ի չափով միայն սուրճ, թեյ, մենք ինքնաբավ, եթե ուզում ենք ուրս դաղց օգտագործել թեյի համար, միգուցե, բայց մնացած տեսականին չենք կարող ապահովել, ոչ էլ սուրճը, շաքարի մասով էլ շատ չենք կարող, եթե ուզենանք կարող ենք հասնել այդ աստիճանի, շատ մեծ պաշարներ չի պահանջում։ Մնացած բոլորի գծով այդ թվում հացամթերք մենք կարող ենք ընդհանուր մինչև 80% եւ ավելին ունենալ։ Մենք ժամանակին այլընտրանք հետազոտական կենտրոնով Հայաստանի բոլոր մարզերում, բնակավայրերում, որտեղ մշակում են ծորեն, հացահատիկ, ընդ որում ավանդական այդ գյուղացիական տնտեսությունների հետ շփվել ենք եւ հասկացել ենք, թե ինչքանով ինքնաբավ կարող է լինել։ Եվ այն ժամանակ դեռ ասեմ նաեւ, որ Արցախից մենք տարին 2 անգամ բերք բերում Հայաստան, ավելի որակով, քան այսօր ստացվում է տարբեր երկրներից ներկրված։ Հիմա այս պայմաններում գոնե կեսից ավելին կարելի է ապահովել եւ մնացածը բազմազանեցնել։ Մենք ունենք փայլուն հնարավորություն գյուղատնտեսությունը հասցնել այն մակարդակի, որ հարևան երկրների սպառման հաշվին հայ գյուղացին, գյուղացիական տնտեսությունը ունենա նաեւ գիտատար արտադրություն եւ վերամշակումը գյուղմթերքների կարողանա բարձր մակարդակի հասնել։ Ղազախստանը ես իզուր չեմ նշում։ Արդյունաբերական գյուղատնտեսությունը ինդուստրիալիզացիայի են անցել եւ շարունակվում է դա, անդադ շարունակվում, այդում եւ հայ ներդրողներ ունեն դա։ Հիմա կարող ենք մենք դա անել, թե ոչ։ Միջպետական պայմանագրեր ունենք, չզարմանաք։ Այդպիսի պայմանագիր ես չեմ տեսել Իրաքի հետ, օրինակ։ Այնքան Իրաքի կառավարությունը տպավորված էր որակով գյուղմթերքի Հայաստան, եւ միրգ, եւ բանջարեղեն, եւ մսամթերք եւ այլն։ Պարզ գրված է, այսօր էլ կարող եք բացել կարդալ։ Իրաքի կառավարությունը պատրաստ է, ուրեմն մասնավոր ներդրողներով, ներմուծողներով եւ այլն, ներմուծել այնքան գյուղատնտեսական մթերքներ, ինչքան կառաջարկի Հայաստանի Հանրապետությունը։ Գիտա ֆանտաստիկ ոնց որ գրականություն կարդաց։ Սրանից ավել մենք ինչ ենք ուզում։ Մենք դա գոնե արել ենք, որ խոսում ենք դիվերսիֆիկացիայի մասին, բազմազանեցման մասին, կախվածությունը թույլատնելու Եվրասիական միությունից կամ Եվրամիությունից չենք անում, քայլ չենք, բարձ քայլեր են։ Գյուղատնտեսական ինստիտուտներ փակյան։ Հաջողությամբ դեգրադացրել ենք, մենք զոոտեխնիկների պահանջ ունենք, ինչի չենք կրթում դա։ Եթե ուզում եք եւ այլն, տարբեր։ Ինչպիսի Հայաստան ենք ուզում ունենալ, նույնիսկ այն ապրանքները, որոնք մենք կարող ենք ասել մրցունակ են, մենք չենք կարողանում դա մատուցել ոչ ներքին շուկայում, ոչ արտաքին շուկայում։ Դրոններ չունենք կամ հնարավորություն չունենք դա ստեղծելու, բայց մասնագետների մեկը պետք է շանտեր դնի շատ ներողություն, թե նրանք մենակ Իսրայելի վրա պիտի աշխատեն։ Ես դրա համար 28 տարի աշխատելով այդ տնտեսական դիվանագիտության վրա, դա արվեստ է, դա շատ կարևոր արվեստ է, ինչպես եղածը կարողանաս մատուցել, որպեսզի վաճառվի։ Մենք եթե մեր մասին, եթե սխալվում եմ ուղղեք ինձ, Հայաստանի ապրանք արտադրողների, ծառայություն մատուցողների մասին ռուսներից կամ այլ ազգիներից լսում ենք, թե ինչ կա Հայաստանում, չէ՞, զարմանում ենք, ասում ենք ոնց թե մենք սրա մասին չգիտենք։ Ուրեմն մենք այդքան հետ ենք գնացել, որ չենք կարողանում մատուցել, տնտեսական դիվանագիտությունը դրա մասին է։ Ես փորձեմ գիրքը ներկայացնել, եթե կարելի է խոշոր պլանով ցույց տվել գիրքը, սա պարոն Մանասյանի վերջին գիրքն է, տնտեսական դիվանագիտություն, պատմական Հայաստանից մինչև թվայնացման դարաշրջան։ Սիրելի բարեկամներ, ես ուզում եմ մեր
քանի որ մեր հաղորդումը միաժամանակ տարբեր ցանցերով է հեռարձակվում, ուզում եմ եւ ABC մեր հատկացված ժամանակը սպառվել է, ես ուզում եմ հրաժեշտ տալ ABC-ի մեր հեռուստադիտողներին, իսկ մենք շարունակենք հաղորդումը մնացած բոլոր հարթակներով եւ խոսք ուզում եմ փոխանցեմ պարոն Արտակ Սարգսյանին, տեսեք, որն է ձեր առաջարկած տնտեսական այլընտրանքը ներկայիս բաց դռների քաղաքականությանը։ Ընդհանրապես մենք նշեցինք այն նեգատիվը, որ կա, ըստ էության կարծես թե իրավիճակ է, որ պետություն չի կառավարվել, այլ ինքնահոսով գնացել է, մարդիկ էլ պարզապես ինչ-որ շտկել են մի քիչ էս կամ են ծագած հարցը։ Որն է ձեր այլընտրանքը, եթե դուք մասնակցել եք 2026 թվականի ընտրություններին եւ հավակնում եք ուրեմն մտնել խորհրդարան, ապա պիտի ունենաք ինչ-որ այլընտրանք այս ամբողջ իրավիճակին։ Ուրեմն նախ գամ են հարցին, որ խոսում էին ներքին ներդրողների համար, հա։ Իրականում այդ խնդիրը կա, ես երբ որ Քենիա հրավիրեցինք Դուբայի թագավորական ընտանիքը, որպեսզի գային եւ Մոմբասայի նավահանգիստը նոր տերմինալներ սարքեն 50 տարի բիոտի, պատվիրակությունը եկավ եւ միանգամից արեցին։ Հայաստանում երբ որ ես ընկերներից կանչում եմ, իրանք ասում են, բա Արտակ ջան, դու ինչի մի հատ ձկնաբուծարան ընդամենը ունես, ու բացի դրանից իմ մեղադրականների մեջ դրված է փաստաթղթեր, ինվեստիցիոն ծրագրեր եւ քննիչները դատախազը դատանում ասում էին, այս ինվեստիցիան, որ ինքը ուզում է բերի Հայաստան, Հայաստանի բյուջետի կրկնապատիկն է, ոնց կարելի է թողել։ Այսինքն դատարանում, երբ որ ես ասում եմ, բա ուրիշ տեղ ինձ շքանշան են տալիս, ինձ տեղ մեղադրում եք, դատավորը ասաց, չէ, ես չգիտեմ ինչի են նույնիսկ այս փաստաթղթերը դրել։ Ուզում եմ ասեմ, տեսեք ինչ վտանգավոր եղել են փորձեր, երբ որ Հայաստանում չենք եղել, պատվիրակություն ենք ուղարկել, անունները չտամ, այդ մարդիկ ասել են, ախպորս կդնես հետդ պարտնյոր, քեզ ձեռ չեն տա, այդ արտասահմանցին եկել էր, ինձ հարցնում էր, ինձ ինչի պիտի ձեռ տան, ես այդ մարդունը տենց էլ չկարողացա բացատրել, ինչի պիտի ձեռ տան, ու իհարկե ինվեստիցիան չկատարվեց, աշխարհում կա ծրագիր, պետք չի ոնց որ Հայաստանում պետք է մտցնեն ազգային ժողով, կոչվում է Foreign Investment Bureau, ոնց որ են one stop office-ներ են, մեզ Պակիստան էին հրավիրել, իհարկե մենք մերժեցինք, Պակիստանում գալիս ես, նայած որտեղ է քո բիզնեսը, սահմանամերձ 50 տարի, ոչ սահմանամերձ 25 տարի, ինչքան աշխատավուժ է ընդգրկվելու այսքան տարի առանց հարկի, մի խոսքով։ Մեր ծրագիրը, որ մենք ենք առաջարկում 3 տարվա մեջ փուլային Հայաստանը սարքել ազատ էկոնոմիկական գոտի առանց հարկերի փուլային, սկսել առաջին հերթին այս պետությունը պետք է ընդհանրապես մաքսային ծախսերը հանի նավթամթերքի բենզինի վրա եւ հակամոնոպոլիան հետևի, որպեսզի սենց գեր շահույթներ չունենան այս երկրի այդ կազմակերպված բենզինի մաֆիային ասում, ինչ են ասում եւ իրոք 3 տարում այս երկիրը սարքել investment hub, ինվեստիցիաների իհարկե մենք շատ վտանգավոր գոտում ենք այսօր գտնվում Ռուսաստանը պամիդոր չթողելով հարցեր է լուծում քաղաքական կամ այդ իրանց ուգլեվադարոդնի ստրկությունը, որ աշխարհում դրել է Պարսկաստանում, այսօր արդեն վառերևում է, որ միգուցե սխալվում եմ, բայց կտրուկ իշխանություն է փոխվելու, կմնա Պարսկաստանը խորքային պետություն, որը որ այսօր ինքը խորքային է, այսինքն կապ չունի թե ով կգա ղեկավար, կլինի Հայաստանի եւ Հայաստանի սահմանների մասին նույն դիրքորոշումը կունենա Փահլևանին, թե չի ունենա այդ կտրուկ փոփոխությունները շատ վտանգավոր են։ Ռուսաստանը, որ հայտարարում էր, որ SVO, հատուկ ռազմական
գործողությունը անում այսօր անցավ ամսի 11-ին հայրենական պատերազմի չափ ուղիղ հայրենական պատերազմի չափ ինքը այդքան օր կռվի մեջ է գտնվում Վենեսուելան, որ այս էլիտաներին արդեն վախեցրեց, որ քարերի հետևը պահկվելու բան չի ու Տրամփն էլ իմիջայլոց դավադրության տեսություն չի թողում են կողքից, որ սենատորները ասում են հականարկոտիկ, ինքը ասում է, չէ, մենք մտել ենք նավթի համար, այսինքն այդ մարդը չի թողում, որ հետևից դավադրության տեսություն խոսան, ասեն իրականում մտել են, մարդը ասում է, մենք մտել ենք նավթը, իրանք չէին կարում, այսինքն կոնտեստադորներ են, էլի, նոր կոնտեստադորներ են, մտել են 200 տարվա երկրում նավթի համար հարց են լուծում։ Հիմա Ռուսաստանը, որ էլի եմ ասում, խմիչք փագելով, պամիդոր փագելով, այսօր հարց է լուծում։ Պարսկաստանը այսօր սենց է, արևմուտք արևելք դե պարզ է։ Մեր արևմտյան դաշնակիցը ինվեստիցիա անում Պարսկաստանում հեղաշրջման, Թուրքիան ասում է հակառակը, ես օգնելու եմ, որ ռեժիմը մնա, այսինքն սենց մեծ խաղերում մեր տնտեսությունը շատ վտանգված է, իրոք վտանգված է, գոյատևել մենք չկարողացանք այս 30 տարվա պատերազմում բլոկադայից դուրս գայինք, այն որ այն ժամանակ մեր գեներալներին կանչում էին և ձերբակալում էին տնային կալանք էին դնում, որ նրանք խոսում ենք չկրթված գեներալ մանվել, բայց նրանք ներքին վնաս էին ունեցել, որ պետք էր այս բլոկադան քանի կարող էինք ճեղքեինք, մենք չկարողացանք ու ստորագրեցինք փաստաթուղթ, եթե այդ փաստաթուղթը ստորագրում, պետք է լիներ մեկ պայման, հակա այդ բլոկադայի դեպքում նոր կարող ենք ստորագրել և կանգնել, դավադիր իշխանություններ չգիտեմ ինչ էր, մեզ 30 տարի արդեն վտանգավոր վիճակի մեջ, մենք դարանք թույլ օղակը, իսկ աշխարհը այսօր թույլ օղակներին հեռացնում է։ Հիմա էլի եմ ասում։ Չի վհատվել, որտեղ այն ինչ որ անում է ներկայիս իշխանությունը, շատ նորմալ, իրավական օրինական ձևով այդ ողորմյա կարող է։ Աշխարհին մենք պետք է ցույց տանք իրական այլընտրանքը, ընդունելի այլընտրանքը եւ Հայաստանի համար, եւ տարածաշրջանի, եւ աշխարհի համար։ Այդ կոնցեպտի մասին պետք է միասնաբար մենք մտածենք եւ կարողանանք ճիշտ ներկայանալ, ճիշտ դիրքավորվենք։ Իհարկե համաձայն եմ, բայց այսօրվա իշխանությունը, եթե նախ այն որ խաղաղություն է քարոզում, այսինքն այն հները իզգո են դարել, իրոք են հին ձևը աշխարհը չեր ընդունում, որ գնում հասնում են Ամերիկա, ասում են մենք եկել ենք կարող, այսինքն այդ ձևը աշխարհը չընդունեց, դրանք իզգոյ դարան։ Այս մեկը եկել է ձևական, ասում է խաղաղություն ու աշխարհը ընդունում է այս փափուկ ձևը ու աշխարհի համար էլ մեկ է։ Հիմա եթե մենակ Բաղրամյան կամ ասենք Մաշտոցի Պողոտան թողեն սրանց ու սրանք էլ ասեն մենք Հայաստանի ղեկավար ենք, իրանք համաձայնվելու են, դուրսն էլ ասել է, դե եթե այդպես է համաձայնվեք։ Այսինքն մեր ծրագիրը իհարկե էլի եմ ասում, գոյատևել իրանց մոտ այս արտաքին քաղաքականության մեջ կա դրական բաներ գոյատևելու, հա, այս չգիտեմ գիտականորեն են անում, թե ներքին գազանի բնազդ է, բայց գալիս է մի մոմենտ, գալիս է մի պահ, որ այս իշխանության վարած քաղաքականությունը ուրիշի կոնֆլիկտը հրավիրելու է մեր հող։ Նամանավանդ, եթե հիմա Պարսկաստանում ասում եմ կտրուկ իշխանափոխություն լինի, Ռուսաստանից էլի եմ խոսալու ընդեղ հարց չկա, մարդիկ մտել էին ֆաշիզմի դեմ պայքարելու, այսօր իրանք ֆաշիստ են դարել, այսօր հիշում եմ այդ Խատինի ավերված տները մենակ ծխնելույզները ու նայում եմ Ուկրաինան նույնն է, այսինքն մենք շատ հասկանալի է։ Արդյոք մենք չենք գիտակցում, իսկապես չենք գիտակցում, որ խաղաղություն բառը ինքը շատ խաբուսիկ, իլյուզոր այո, իրաց մոտ զիջողականություն է։ Խաղաղությունը ինքը հետևանք է անվտանգության։ Իհարկե։ Մենք ոչ մեկս նույնիսկ այդ գրագետ
շերտը հասարակության, ես ապշում եմ ուղղակի մեր հանրության վրա, մտավորականությունը լռել է։ Ինձ պատիվ է վիճակվում տարվա մեջ գոնե 4 անգամ նրանցը շփվելու, իրենց փորձագետների հետ Ադրբեջանի, նաև թուրք փորձագետների հետ։ Պետության կողմից լիազորված անձինք, ովքեր ներկայացնում են Հայաստանի պետությունը, խաղաղություն բառից բացի ուրիշ բան չգիտեն եւ ընդ որում իրենք են շեշտում Զանգեզուրի միջանցք, որ անթույլատրելի բառակապակցություն է։ Խաղաղությունը մենք պետք է հասկանանք, որ անվտանգության հետևանք է։ Ով պիտի խոսի անվտանգության մասին, այդ թվում եւ տնտեսական անվտանգության մասին։ Եթե սպառնալիքները մենք չտեսնենք, չգնահատենք, դրա վնասազերծման ուղղված քայլեր չձեռնարկենք, չխաղաղության մասին է։ Ես արդեն սկզբում ասացի, կախվածություն են ստեղծելու, եթե զուտ տնտեսությունն ենք վերցնում, բայց տնտեսություն չկա բացարձակ առումով, կա քաղաքատնտեսություն։ Հետո նոր սոցիալական տնտեսություն։ Այդ քաղաքատնտեսությունը իրար կապակցված է։ Թրամփը այնքան գրագետ է, որ հստակ մարդկանց ասում է, այո, ոչ մի պատրանք չի թողնում։ Ասում է ռեսուրսների պայքար է ժամանակակից աշխարհը։ Ես ռեսուրսների համար բաց եւ արդար բիզնեսմենի, գործարարի տրամաբանությամբ պայքարում եմ եւ ՆԱՏՕ-ին չեմ տալիս ֆինանսավորում, որտեւ իմ հաշվին են ապրում։ Չեմ տալիս այն միություններին, USAID միություններին, որտեվ իմ հաշվին չգիտեմ ինչով են զբաղված։ Ես ունեմ խնդիր ամերիկացի ժողովրդին պահել բարձր մակարդակի վրա անվտանգություն եւ բարեկեցություն։ Ահա այն ինչի համար ցանկացած երկրի ղեկավար երթվում է սահմանադրության եւ սուրբ գրքի վրա դրդելով։ Ես ունեմ խնդիր ձեզ խաղաղություն բերեմ, որ ձեզ չմորթեն։ Բայց անվտանգության արդյունքում դա պիտի լինի։ Որն է դա երաշխիքը։ Կներեք, ես ուզում եմ 2 րոպե ձեզնից խնդրեմ։ Տեսեք, եթե մենք գնում ենք այդ կապիկություն անելու ճանապարհով, կներեք, որ այսպես գրեիք ասում, բայց նմանակելով, հա, մյուսներին, թե ինչպես են մյուսները ճանապարհն անցել, գոնե գրագետ նմանակենք։ Եվրոպացիները չգնացին խաղաղության միանգամից, այլ գնացին սպառազինությունները վերահսկելու ճանապարհով, ուղղեք ինձ եթե սխալվում եմ։ 51 թվականին ստեղծեցին Ածխի եւ Պողպատի միությունը, Ածուխն ու Պողպատը ռազմաարդյունաբերության մեջ օգտագործվող ստրատեգիական հումքներ, սկսեցին վերահսկել մեկը մյուսի ռազմաարդյունաբերությունը, հետո 51-ից 57 թվական մեծ ճանապարհ անցան, որից հետո 57-ին Հռոմի դաշնագիրը ստորագրվեց, որից հետո նոր եկան ազատ շուկայի եւ այլ եւ այլ։ Այսինքն գոնե դաս սովորեն այս անգրագետ մարդիկ, հասկանան թե ինչ ճանապարհ են անցել ժամանակակից երկրները, ժամանակակից աշխարհը, ինչպես է եկել անվտանգության որոշակի կոնցեպտի, որը էլի խնդիրներ ունի, անգամ Եվրոպան այսօր խնդիրներ ունի, բայց գոնե կարողացել է մի քանի տասնամյակ պահել այդ ժողովուրդներին եւ բարեկեցությունը դրա շնորհիվ անվտանգության շնորհիվ բարձրացնել։ Մենք բաներ ունենք սովորելու մեր իսկ հայրերից, պապերից, պատմական Հայաստանից, երբ որ նայում ենք, Մատենադարանում ես տարիներ եմ անցկացրել հասկանալու, կարդալու, թե մենք ի վերջո ո՞նց ենք գոյատևել։ Չէ՞ որ դա պատահականություն չի կարող լինել եւ Աստծո կամքը իհարկե կա, բայց մենք ունեցել ենք Սմբատ Սպարապետ, մենք ունեցել ենք այլ մեծեր, որոնք կարողացել են ամենածանր ժամանակահատվածներում մոնղոլ թաթարները եւ Ռուսաստանը 2 դար գրավել են, անպարտելի Ռուսաստանը, կարողացել է Կիլիկյան Հայաստան ոչ միայն փրկել այդ արհավիրքից, այլ նաեւ առաջ տանել։ Կարող ենք տնտեսական դիվանագիտությամբ առաջ գնալ։ Այստեղ շատ ներողություն թող չստացվի գովազ, բնավ։ Պարզապես ուզում եմ ասել, որ այդ 28 տարվա մեջ նաև մենք քննարկումներ ենք ունեցել իմ գործընկերների հետ Հայաստանում եւ դրսում եւ տեսլականը ֆիքսված է։ Կարող ենք ավելի լավ ձևակերպել, անենք, բայց առանց տեսլական ապրել չի կարելի, առանց զարգացման, ոչ միայն տնտեսական, պետության զարգացման։ Վերջացնում եմ։ Թուրքիան ունի կարմիր գիրք, 100-ամյակների համար գրված կարմիր գիրք, որը կարող է կոսմետիկ փոփոխությունների ենթարկվել ընդամենը մի քանի տասնամյակը մեկ անգամ։ 4 տարիներ նշեցիք։ Ինչի մասն է, ինչ 4 տարի։ Մենք չենք չհասկանանք, մեր եթե հին ժողովուրդ ենք, գոնե 10-20 տարի առաջ չնայենք, սա միտումնավոր է արվում, որպեսզի մենք
իրականությունից կտրվենք եւ ընթացիկ հարցերի վրա մեր ուշադրությունը։ Որովհետեւ Թուրքիան ուզում է դառնա քաղաքակրթություն։ Դարձել է։ Ամերիկան առանձն անում է, առանձին քաղաքակրթություն է դարձել։ Եկեք բաց աչքերով նայեք Թուրքիան, 100 միլիոնանոց Թուրքիային։ Եվ դրան գումարեք անպայման Ադրբեջան եւ թուրքական աշխարհ։ Իսկ մենք քանի որ քաղաքակրթություն դաժե չենք էլ մտածում, որ մենք տենցին ենք, դրա համար 4 տարի նորմալ է։ Մենք տեր չենք կանում։ 4 տարի նորմալ դասագրքերով եւ այլն, ասենց մարգարիտները խոզերի առաջ ենք շփրտում։ Շատ լավ, մենք դրան կանդրադառնանք եւս, ես հիմա պարոն Տրոնյանին եմ ուզում հարց տալ եւս մեկ մարտահրավերի մասին, աշխատուժի միգրացիայի մասին, եւ դեպի դուրս, եւ դեպի ներս, ինչպես է դա փոխում սոցիալ-տնտեսական դեմքը Հայաստանի։ Իրականում Հայաստանի դեմքը հենց այդ միգրացիան վերջի 30 տարվա մեջ մի քանի ձևի է փոխել։ Ուրեմն առաջի կարևոր խնդիրը, որը ես տեսնում եմ միգրացիան փոփոխման, դա բերել է նրան, որ մեր սերունդների կապն է փոխվել։ Օրինակ նայեք, 60-ականների, 70-ականների սերունդը Հայաստանում փսիխոտիպով եղել են մարդիկ, որոնք մտածելուց են եղել առաջինը հասարակության մասին։ Դա այն մարդիկ են, որոնք առաջի Արցախյան պատերազմի հաղթանակն են բերել Հայաստանում։ 80-ականների սերունդը դա այն մարդիկ են, իմ սերունդն է, այն մարդիկ են, որոնք պատասխանատվությունը վերցրել են մենակ իրենց ընտանիքի համար։ Որտեւ իրենք աշկերով են մենակ տեսել, ականջներով են լսել հաղթանակի մասին, բայց ապրել են շատ վատ ժամանակաշրջանում, երբ որ օրը մի ժամ հեռուստացույցը աշխատել է, լույսը տվել են, այնտեղ մարդը տեսել է բրազիլիական կամ մեքսիկական սերիալ, որտեղ ամեն ինչ փուփուշ է եղել։ Այդ ժամանակ այդ մարդիկ որոշում են իրենց համար կայացրել, որ իրենք պատասխանատվությունը չեն ուզում ամբողջ հասարակության վրա վերցնեն, այլ ուզում են մենակ իրենց ընտանիքը ապահովեն ու վերջ, դրանով բավարարեն։ Ու սա բերել է նրան, որ այդ սերունդից սկսել է շատ խոշոր միգրացիան հենց այդ խոփանի գաղափարն է սկսել։ Ու դա բերել է շատ լուրջ շեղումի երկրորդ 90-ականների սերունդից արդեն սկսած, երբ որ սերունդների կապն է փոխվել։ Հիմա մենք Հայաստանում ունենք շատ մեծ քանակի մարդկանց շերտ, որոնք տղամարդու կերպար չեն տեսել, մամա պապայի կերպար չեն տեսել, ոչ թե դրանց ծնողներն են վատը, այլ այդ մարդիկ առավոտից իրիկուն գործի են եղել կամ խոպանում են եղել։ Այդ երեխաները կապը ընտանիքի մեկ այդ տարբեր սերունդների կապը չեն տեսել։ Սա շատ կարևոր խնդիր է, որ մենք պետքա փորձենք Հայաստանում լուծենք, որովհետև եթե չլուծենք, մենք ընտանիք գաղափարը, հայկական հենց այդ տրադիցիոն համախմբան գաղափարը կկոտրենք։ Երկրորդը, Հայաստանից միշտ դուրս են եկել որակով քանակի մարդիկ, որոնք բերել են նրան, որ այսօր պրոֆեսիոնալիզմի մակարդակը Հայաստանում շատ ցածր է։ Ու դա բոլոր ոլորտներում են։ Եզակի ոլորտը, որտեղ մեր մոտ պրոֆեսիոնալիզմի մակարդակը բարձր է, դա ռեստորան, կաֆե, այդ ոլորտն են, որտեղ sense tenants ինչ որ պրոֆեսիոնալիզմի մակարդակ պահվել է, բայց մնացած ոլորտներում շատ ցածր է, թե սերվիսը, թե արտադրանքի մակարդակը մեր մոտ շատ ցածր է, որովհետև մենք մեր քաղաքացուն չենք բարձրացնում, ու բացի դրանից մենք հենց այդ միգրացիոն process-ները վերջի 30 տարվա բերել են նրան, որ արտահերթ շատ մարդ է գնում։ Հիմա թվում է, թե մարդիկ դուրս չեն գալի Հայաստանից, բայց իրականում դա տենց չի։ Հիմա ավելի որակով մարդիկ են գնում, հիմա արտահերթը դեպի արևմուտք ավելի է շատացել, երբ որ առաջ մասսայական դեպի Ռուսաստան էր գնում, հիմա այդ միգրացիան կանգնել է, բայց արևմուտք որակով մարդիկ ավելի շատ են գնում, ով sense tenant որակով կրթություն ստանում է, մտածում է, որ Հայաստանից դուրս գա, սա շատ կարևոր խնդիր է, որի դեմ պետքա կանգնել։ Բայց ես ուզում եմ ասել մի հատ ուրիշ կարևոր խնդրի մասին, որը Հայաստանի էկոնոմիկայի հետ կապ ունի։ Ուրեմն դա վստահության գաղափարն է։ Բոլոր պետություններում, որտեղ հասարակության մեջ վստահությունը իրար հանդեպ բարձր է, տնտեսությունն էլ է ավտոմատ զարգանում։ Այսօր մեր երկրում մարդկանց մեջի վստահության մակարդակը շատ ցածր է։ Մենք վստահության ճգնաժամը։ Իհարկե, հա, ու դա ոչ թե մենք հայկական միջավայրում
Ոչ թե մենք պետական մարմիններին կառավարությանը չեն վստահում, կառավարությունը գործարարներին մարդկանց չի վստահում, մարդիկ իրար չեն վստահում, կառավարության մեջ էլ իրար չեն վստահում, այլ երկրները չեն վստահում։ Ամեն ինչը խաբեց։ Դա точно վստահության հոգեբանական լուրջ խնդիր է, բայց մարդը չի վստահում, որովհետև մարդը չի տեսնում իր ապագան։ Դա հայտնի մանիպուլյացիոն կառավարման մեթոդներն է։ Եթե դու մարդուն ներկան տալիս ես մենակ նեգատիվով, ինքը իր ապագան չի տեսնում։ Ինքը կարող է ներկայում լավ փող աշխատի, բայց չմտածի ներդրում անի, որովհետև ինքը միշտ նեգատիվ է տեսնում։ Մեր խնդրեմը նրանում է, որ մենք չենք հասկանում, թե աշխարհը ոնց է գնում։ Իսկ աշխարհը գնում է քաղաքակրթական մոդելներով։ Բաժանվելու է 3-4 քաղաքակրթությունների մեջ։ Եթե մենք չենք կողմորոշվելու, որ մենք քաղաքակրթություն ենք, մենք պետք է ընտրություն անենք, կամ ուղղափառական ռուսական ցիվիլիզացիայի մեջ, կամ թուրանի ցիվիլիզացիայի մեջ պետք է մտնենք։ Ռուսական նոր դոկտրինայում ուղղափառություն ընդհանրապես հանված է։ Ինչին մենք հանգեցինք, ներողություն։ Մենք հանգեցինք նրան, որ այդ միգուցե ձեր ասացի մեջ կա ճշմարտություն, չեմ ուզում հերքել, բայց այդ սերունդը 60-ականների, 70-ականների, 80-ականների սերունդը ունեցել է գաղափարախոսություն, ազգային գաղափարախոսություն, համայնավար ղեկավարներ, այսօր մի հատ այսօրվա աչքով նայեք, այն ինչ որ մենք փափագում ենք ունենալ անկախ Հայաստանում, ունեցել ենք համայնավար Հայաստանում ազգային գործիչներ, որոնցից ամեն մեկը Հայաստանում էպոխա է եղել, լուրջ գործունեություն է ծավալել, համայնավարության անվան տակ։ Հիմա գաղափարախոսությունը անկախության տարիներին էլի ուզում եմ զուգահեռ տանել իմ շատ սիրելի Ղազախստանի հետ։ Ես այնքան եմ հրապուրված, գրել եմ ուռոկի Ղազախստանը, գրքույկ ունեմ, որովհետև մենք թողած այս օրինակները, թե մեր հետ համադրելի մակարդակում գտնվող երկրները ուր են հասել, գնում ենք անդադ նայում ենք Ամերիկային, նայում ենք Ֆրանսիային, այլ երկրներին, դեղից էլ copy paste ենք անում։ Ղազախստանը այդ ընթացքում գաղափարախոսություն ձևավորեց, Աստանան դարձրեց մայրաքաղաք, գնացեք տեսեք իրենց ազգային պատմության թանգարանը, տեսեք թե ինչ հերթեր են այնտեղ գոյանում, եւ այդ գաղափարախոսությամբ մարդիկ կարողանում են կայացնել պետություն։ Սա է առանցքում եւ կներեք կենցաղային օրինակ կարող է լինի, բայց Մոսկվայում կամ այլուր կարող եք դուք տեսնել տարբեր ազգի վարորդներ, բայց Ղազախ տաքսու վարորդ չեք տեսնի։ Ղազախստանում լուծվել է այդ խնդիրը, որպեսզի արտագաղթը, այ միգրացիայի մասին դուք հարց տվեցիք, կամ նվազագույնի հասնի, կամ կարողանան առավելագույն պայմաններ ստեղծել, տեսլականը հենց դա է նշանակում, որ կարողանանք ինքնադրսևորման մարդկանց, ինքնադրսևորման պարարտ հող ստեղծել, բարենպաստ պայմաններ ստեղծել։ Ուրեմն պետք է մենք մի քիչ ավելի հիմքը գնանք, տեսնենք մենք պարզ մարդու համար այդ պայմանը կարողանում ենք ձևավորել, թե մենք ստիպում ենք, որ դուրս գա։ Ազգային գաղափարը, ազգային եւ ազգային գաղափարաբանությունը ինքը կարող է շատ բարդ լինել, շատ մասնագետների, փորձագետների քննարկման, բայց կարող է նաեւ շատ պարզ լինել։ Իմ համար, իբրև հայ մարդու, ազգային գաղափարաբանությունը հանգում է հետեւյալին. ինչ կարող ես դու տալ քո երկրին ու ժողովրդին։ Վերջ։ Որովհետև հանրությունը երկու մասից է բաղկացած. տվողներ, ստեղծողներ, արարողներ եւ փախցնողներ, գողացողներ։ Այդ ձեր ասած եղբայրս թող փայ մտնի, այն մյուսը մտնի, որ ինչ անեն, կլանեն, փախցնեն, տանեն։ Ուրեմն տվողների գաղափարախոսությունը, արարչագործությունը, ինչ որ մեր ազգի համար բնորոշ է եղել դարեր շարունակ, սա պետք է խթանել։ Սա է պետք է։ Իրականության մեջ մենք ունենք հիմա ազգային որպես ազգային գաղափարախոսություն իրական Հայաստանի այդ կոնցեպտը, որը որ ընդհանրապես արմատներից կտրում է։ Շատ լավ, որը բանն եք ավելացնելու դուք այդ միգրացիայի հետ կապված, եթե ոչ խոսքը տանք պարոն Գևորգյանին, այնուամենայնիվ ես ուզում եմ մենք խոսենք տեխնոլոգիական Հայաստանի մասին, մենք այստեղ արդյունաբերության մասին չխոսեցինք եւ տեխնոլոգիաների մասին չխոսեցինք, արդյոք մեր հաշվի առնելով ներկա ժողովրդավարական, ժողովրդագրական, ես չգիտեմ կադրային մակարդակը մենք կարող ենք վերականգնել տեխնոլոգիական Հայաստան։
Ես հենց սկզբից ուզում ասել, որ Հայաստան ասելով այս մասշտաբի Հայաստանը, այս մասշտաբի ազգաբնակությունը, եթե սփյուռքից կտրվի, նա ոչնչանալու է, միարժեքորեն։ Այսինքն ես մի անգամուց ասեմ Հայաստան ասելով ես հասկանում ցանցային Հայաստան ամբողջ աշխարհում ինտեգրված, այդտեղ շատ մեծ ինտելեկտուալ ռեսուրսներ կան, որ մենք կարանք շատ արագ վերականգնենք։ Մենք կարանք 2 տարում այդ ամբողջ դասագրքերը լրիվ ռեֆորմանենք, փոխենք, հոյակապ դասագրքեր կան, ասենք, շվեյցարական, հարավկորեական եւ այլն, իսկական հանձնաժողով պրոֆեսիոնալ հոգեբաններ, որոնք աշակերտական տարիք բնական գիտություն ես կարող եմ համար կարամ ասենք համասան ես նույնիսկ դասավանդել իմ համար որտեղ չեմ դասավանդել չեմ բացառում բայց խնդիրներ դնել գիտական լուրջ խնդիրներ նոր պարադիգմեր եւ այլ այդ ես դա իննա բայց սա ընդհանրապես պահանջված չի մի հատ միջնորդ հարցներ ուղղություն մենք խոսել ենք դրա մասին բայց ես կուզենայի այստեղ եւս մեջ բերեք փաստորեն այժմ մեր պետությունը եւ այս 20-30 տարիների ընթացքում մեր պետությունը երբեք գիտական աշխարհի առաջ որոշակի խնդիրներ չի դրել ընդհանրապես չկա ավելին ասեմ դիվանագետները այսօր եւ դա այսօրվա խնդիր չի 35 տարիների ընթացքում չեն ունեցել խնդիր լուծելու ի տարբերություն բոլոր տարբեր երկրների եւ ի տարբերություն ներկայիս իշխանությունների գոնե առաջ անկախության ցեղասպան հիմա ցեղասպանության հարցն էլ որպես խնդիր հանված այսինքն այդ պարզունակ խնդիրներ են հանել ըստ իրավիճակի ըստ հեռախոսազանգի պետք է խնդիր լուծվի այստեղ խնդիր կա մենք ասենք այսօր փաստորեն բռնազավթված պետություն ունենք այսինքն բերված է իմ պատկերացմամբ մի այսպես իշխանություն որ բացարձակապես կապ չունի ժողովրդի իրական Հայաստանի հետ կապ չունի իրական մարդկանց մտածելակերպի հոգեբանության ավանդույթների եւ այլն հետ բացարձակ նախորդներ ունեին իրոք տենց Եսի նկատում այս ամբողջ մի իշխանությունն է Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչև այս անձը վերջին ասում սրանք այդ դպրոցն ավարտել այդ ամբողջից է հիմի ունդեղի շրջանավարտ է լրջագույն տեխնոլոգիական հնարավորություններ ես ցավով ես այս 2 օր առաջ ասենք հանդիպել եմ մարդու հետ որը շփման մարդկանց հետ անմիջապես ընդհանրենք Իլոն Մասկի այդ շրջանակների հետ որոնք նորագույն տեխնոլոգիաներով հայ մարդիկ են նստած անում են բայց բնական է սուբորդինացիաներ կա որ չեն կարող այդ մարդկանց վտանգենք անուններ հնչեցնել եւ այլ ես մի բան կներեք 5 տասնյակ ամենայն պատասխանատվությամբ եմ ասում 5 տասնյակ առանցքային մասնագետ ունենք Սիլիկոնյան հովտում որոնցից մեկին հանեք ժամացույցի մեխանիզմը չի աշխատելու այդ աստիճան դա արհեստական կադրային մասով եմ կա top 5 հայ որը այսօրվա արհեստական ինտելեկտի նյութագետներ կան օրինակ հիմի նայես ռուսական այդ ռազմարտունաբերության ճգնաժամն էլ որ սկսել է էլի քաղաքակրթական հայերի դերը էապես նվազացրել են մի խոսքով это կոռուպցիան խայտարակ մակարդակի է ես շփվում եմ աշխատում եմ իրենց հետ էլ տեսնում ինչ անկում է էլի դեգնում ոչ որտեղ Ռուսաստան հա բայց մենք կարող ենք իսկապես հենվելով հայքի վրա որը ամբողջ աշխարհն է մեր ցանցային ոնց որ ասենք բանը Թրամփը իր համար Վենեսուելան իր շահերի ոլորտն է մենք էլ ամբողջ աշխարհը պետք է նայենք մեր շահերի ոլորտը Ամերիկան այսօր ցանցային պետությունը հենց դրանով իր գաղափարախոսությամբ թվում է թե ամերիկացի որպես այդպեսի չկա բայց իրենցից ավելի հայրենասեր նույնպես չկա իրենից ավելի նպատակային գործող պետություն նույնպես չկա Կենորը նայում եմ Ղազախստան պատմաբաններին առաջացել որոնք արդեն խոսում են շումերից որպես բանը թուրքական եւ այլն այդ այն դեպքում երբ որ ստեղ ոչ ակադեմիական տիրույթում գիտնականներ ունենք եւ այլն հայագետներ ունենք որ այդ կապը հաստատել են հա որ ապացուցում են որ ասենք շումերական լեզուն 94%-ը
Արմեն Դավթյանն է հիմնավորել, Արթուր Արմինն է հիմնավորել եւ հիմնավորում ով է նայում լսում։ Մարդիկ դուրս են շպրտված, ընդհանրապես ակադեմիական ոլորտ չկա, այսինքն հետաքրություն չկա, էլ որ ասենք էքսպանսիան ենք։ Մենք ասենք մեզ արգելում են, պատկերացնում եք, ստեղից մածուն ենթադրենք արտահանել բան, Ռուսաստան, վրացիները ասում, մածուն բապտի գրաշ, մածունը մերն է, այ քեզ բան։ Իրանք մեր սիմվոլները, ասենք այդ հավերժության, իրաց դրամի վրա դրել են, մեր մոտից մի հատ ծպտուն չի լսվել։ Լավաշ ցանց կա, սննդի ցանց Ղազախստանում։ Թուրքերն են։ Մենք էշիական ջոմ քնած ենք, բայց պիտի անեն։ Բայց պիտի անեն։ Մենք պետք է բարձրանանք եւ այդ տեխնոլոգիական հարցերը ոչ թե ակադեմիական քաղաք հայտարարեն, մի մարդ, որ ընդհանրապես գիտությունից կապ չունի, կրթությունից կապ չունի, տնտեսությունից առավել կապ չունի, ինչ որ ակադեմիական։ Շատ լավ, բայց մենք հայ գենի հետ կապ չունի, ասեք էլի։ Այո, էլի։ Հայ գենի հետ կապ չունի։ Արժանապատվության հետ կապ չունի։ Պատասխանը Հայաստանի պոտենցիալը կամ հայության պոտենցիալը թույլ կտա Հայաստանին դարձնել տեխնոլոգիան անկասկած։ Եվ մենք առաջի հենց եղավ հայկական կառավարություն, առաջի հրամանագրով պետքա մի քանի կարևորագույն ինֆրաստրուկտուրային կառույցներ սարքել, ստեղ օրինակ ասենք առաջի հերթին նոր ատոմակայան ոչ թե 500 մեգավատ, այլ 1200 ընդհանրենք մեգավատ, որտեղ հաշվի առնելու, որ մենք երկրորդ քայլում պետքա Բացիրանից արտահանման լիքը պոտենցիալ ունենք։ Հա, պղնձաձուլարան սարքի հետո սարքի երկաթուղի, որը դուրս գա Պարսկաստան եւ արտաքին աշխարհ, որ մենք պետք է անենք, ով պետք է այդ ծրագիրը լրիվ մշակված իմ մոտ փոխանցել եմ պարոն Արտակ Սարգսյանն էլ ինքը ասում է ես առաջինը սարքելու եմ կարելի է համեցեք երկե ամեն բռնապետ 5 կատեգորիա ունի, որ ազգին պահում է վախի մթնոլորտում այդ կատեգորիաներից, ուրեմն առաջինը մենք կարանք այստեղ պատերազմը դնենք, այս մարդը փոխել է, արտագաղթն է, արդարության կամ արդարադատության բացակայումն է, աղքատությունը, հիմա պատերազմ աղքատություն կարանք տեղերով փոխենք ու ապագայի անորոշությունը։ Հիմա այս մեր իշխանությունը հենց այս 5 գործոնը օգտագործելով մեր ազգից sense պահելու է այս վախի մթնոլորտում, այս որ արտագաղթը լինի դրան պետք է հավելել հավատքը կոտրելու բոլոր փորձերը մարդկանց մեջ։ Կարանք հավատքը, դե հավատքը արդեն կոտրված է, մենակ մեր մոտ չի կոտրված եւ ուղակի եւ անուղակի առումներով։ Եվ եկեղեցու դեմ եւ մարդկանց մեջ ուղղակի ուժերից։ Լավ, եթե դեմ չեք պարոնայք անցնենք եզրափակիչ փուլին, ես ուզում եմ երկու հարց տալ ձեզ եւ բոլորին խնդրել անդրադառնալ այդ երկու հարցերին։ Առաջին ձևակերպումը հետևյալն է, Հայաստանը 5 տարի անց ձեր կարծիքով տեխնոլոգիական կենտրոն, թե տարանցիկ առևտրի կետ։ Եվ երկրորդ հարցը, ինչ եք դուք ավելի կարևոր համարում այսօր, արդարությունը ներքին, թե արտաքին ներդրումները։ Այս երկու հարցի վրա խնդրեմ կառուցեք ձեր խոսքը, պարոն Արդարությունը կարևորագույն հանգուցային հարց է, եթե արդարություն չեղավ, որևէ ներդրում չի փրկի։ Օրինակ ասենք հիմի արդարությունը քաղաքակրթական կարևորագույն բան է, կետ է, էլի, եթե քաղաքակրթություն չունի, ոչ մի տեխնոլոգիական առաջընթաց չի կարա, ասենք, պետությունները պահպանել։ Օրինակ ես նայում եմ, անկեղծորեն իմ ընկերներին էլ եմ ասում եւ ամերիկացի բարձրաշան մարդկանց ասեմ, եթե դուք հիմի այն ամերիկան, որ եղել է Վիլսոնի ժամանակ, այդ իրենց պատկերացումները մարդկության բան եւ այլ վերաբերյալ, որ ամերիկացիները ամեն մեկը իրեն նախաճաշից մի նախաճաշ չերանում այդ փողը տալիս էր հայ երեխաներին որբերին փրկեին։ Այդ Ամերիկայից շատ եք հեռացել, այն էր ձեր ուժը, եթե մի քիչ էլ հեռանաք, այդ ոչ մի տեխնոլոգիական առաջընթացը չի փրկելու, մասնատվելու է, քայքայվելու է, Ամերիկան էլ չի մնա։
Դրա համար մեր համար, մեր իրականության համար հայկական արդարությունը կարևորագույն խնդիր է։ Մենք ամենուրեք տեսնենք անարդարություն։ Բացարձակ։ Դրա համար այդ հասկանալի է ձեր պատասխանը։ Տեխնոլոգիական կենտրոն եւ առևտուր։ Ես իհարկե լավատես եմ հասկանում եմ մենք որ իջել ենք ամենացածր կետին եւ պետքա այս մտածողությունից վերջնականապես ձերբազատվենք գա ազգային նորմալ ես որ ասում եմ ազգային ոչ թե ազգայնական ազգային մեր ազգային պատկերացումները գաղափարը վախենում ազգայնականից ազգայնականը փրկություն է այսօր ինքնամաքրման մեր լուրջ ճանապարհն է որտեղ չափանիշները հստակ են եւ այլն այդ դեպքում ես վստահ եմ որ 5 տարում մենք կունենանք այն առաջընթացը եւ ստեղ կունենանք բնակչության մեր գնահատական ու էլ հայ բնակչություն հետ գա մասնավորապես ներգաղթ կունենանք իրապես ասենք կարող ենք 5 տարվա մեջ հավաքել մոտարպես մի 6 միլիոն բնակչություն կրկնապատկել, որը շատ լավ հիմք կծառայի, որպեսզի նոր առաջընթաց գրանցենք մարդկային որակի բարձրացման ուղղությամբ եւ ասենք արդեն հնարավորություն կունենանք մտածենք 10 եւ 50 տարի հեռահարության խնդիրներ լուծելու համար։ Շատ լավ, պարոն Տրունյան, ձեր պատկերացումը։ Իհարկե արդարությունը, որովհետև արդարության մեջ մտնում է քո դատական համակարգը ոնց է աշխատում։ Իսկ եթե այդ համակարգը չի աշխատում, դու քո դրսի ինվեստորին կամ ներսի ինվեստորին չես ապահովում հենց այդ արդարության գաղափարը, մարդ չի հասկանում, որ իր ներդրումը ապահովված է, թե ապահովված չէ, դու ներդրումներ չես ունենալ, դա միանշանակ մենակ արդարությունն է։ Երկրորդը ես ավելի օպտիմիստ եմ, ես տեսնում եմ Հայաստանում, որ կա պոտենցիալ, որ մեր տեխնոլոգիական զարգացումը կկայանա, բայց ես մի քիչ ուրիշ ձև եմ դա պատկերացնում։ Մինչև 2028 թիվը մենք այս ճգնաժամում հենց կապրենք, դա չի փոխվի ոչ մի ձև։ 2028 2 տարի հենց կապրենք ճգնաժամի մեջ, որովհետև կա սոցիոլոգիական օրենքներ, երբ որ խոշոր կատաստրոֆայից հետո անցնում է 5 տարուց հետո մարդիկ արդեն սկսում են ինչ-որ դրական փոփոխություններ ամեջը լինում, արդեն համընկնում են, փորձում են ինչ-որ մի բան փոխվի, դրա համար ինձ թվում է մինչև 2028 թվը 18 թվից եթե հաշվենք արդեն 18 թվից չենք կարա 18 թվից հաշվենք, պետք է հաշվենք 23 թվից, առաջինը 20 թիվ, 21-ից հաշվենք արդեն 5 տարին անցել է։ Արդյոք դա նշանակում է, որ միջև այդ ամեն ինչ կարգին էր։ Չէ, միջև այդ կատաստրոֆա չի։ Աղետի մասին է Մինչև հասունացել է այս խայտառակությունը, որի բոլոր դպրոցի բոլոր դասարաններով անցել է պարագլուխը։ Մի մոռացեք սա։ Պարարտ պայմաններ չլիներ, չէր գա, չէր հասնի սա։ Սրա հեղինակները, սրա ծնողները բոլորն են։ Այո, պարոն Մանոսարյան, ես ուղղակի զարմացած եմ, թե մեր հասարակությունը ոնց չի սիրում կարդալ մտքերը, ասենք այս մարդը գրել է իրեն ամբողջ գրքում, մի նախադասություն կա հանել, դնել, բոլորը ստիպել, որ կարդան, գուցե հասկանան, թե ինքը ասել է ինչա լինելու։ Բայց մենք չէ, նույնիսկ ասենք կրթված մարդուն ասեն, բայց ինքը իրեն գրքում, ես չգիտեմ ինչ, այդ բանում ինքը նշել է, թե ինչ է լինելու Հայաստանի հետ և ինքը ինչ է անելու։ Չի ուզում կարդա, գրագետ մարդը չի ուզում կարդա։ Ով չի կարդացել, չի կարդա, ով կարդացել է գիտի ինչա։ Դուք հիմա քարոզում եք, որ բոլորը կարդան այդ գիրքը։ Չէ, բավական Եվ առաջնորդվեն դրանով։ Եթե պարոն Տրունյանը վերջացրեց։ Այո, պարոն Տրունյան։ Բայց 28-ից հետո ես հույս ունեմ, որ ինչ-որ դրական փոփոխություն կլինի, մեր տեխնոլոգիական պոտենցիալը շատ բարձր է, մենք եւ արհեստական ինտելեկտի մեջ ունենք ներդրումներ եւ տեխնոլոգիական ոլորտում, բայց այս ամենը որ կայացվի, պետք է Հայաստանում առաջինը հենց այդ ինքնավստահությունը մարդկանց մեջ բարձրանա։ Երկրորդն էլ հենց այդ արդարության գաղափարը բարձրանա, որ մարդը իրեն զգա մարդ։
Շատ լավ բան Սարգսյան ձեր պատասխանը։ Արդարությունը դա փիլիսոփայական գաղափար է, ոնց որ սեր կամ որպեսզի արդարությունը կայանա, պետքա նա վերածվի արդարադատության։ Եթե քո երկրում չկա արդարադատություն, այն մարդը որ զենքը վերցնում է, գնում է մյուսին խփում է, դա արդարադատության բացակայությունն է, նա ներկայությունն է։ Եթե մեղավորին խփում են, չմոռանա Գերմանիայում, եթե դա հեքիաթ չի, ոչ էլ անեկդոտ է, երբ որ ավտոբուսի համար չվճարածին, այդ զենքով խփել են, նայած ում են խփել։ Մեզ թվում է հարյուրավոր մարդկանց են խփել, չէ, մի քանի հոգու են խփել, բայց դա ես ուզում եմ հակադրվել ձեր ամենայն հարգանքով ձեզ։ Եթե մենք տվեցինք իրավունքը, լավագույն գաղափարախոսությունը, բայց դա չկատարելու համար պատասխանատվություն չնախատեսեցինք, ոչ մի բան էլ չի լինելու։ Այդ դրա համար երբեմն այդ կետադրությունը Սևակի ասած հրացանից արձակվող կետադրությունը մեզ օգնելու է ամրագրել դա։ Հենց արդարադատություն, եթե խոսանք արդարությունից, մենք ինչ-որ փիլիսոփայական թեզերի մեջ ենք մտնելու, արդարադատություն էլ եմ ասում։ Մարդ, որ զենքը վերցնում է, այսօր գնում մյուսին խփում է, գիտի, որ դատարանը արդար չի, արդարադատություն չկա, արդարացնելու է, ասենք, նոր տարվա օրը պարեկները մեր փողոցի վրա 50,000, 200,000 տուգանք էին գրում, որպեսզի այդ հրավառություն էին անում, մի 20 մետր ենքում մարդ գնդակահարեցին վրացական փողոցի հենց վրա, այդ քրեական հեղինակություն են ասում Չաղ Ռուստամի հոր, այսինքն պարեկները 50,000-ի տուգանք էին գրում երեխաների ծնողներին այդ հրավառության համար, իսկ այնտեղ մարդ էին գնդակահարում, ուզում ասեմ, եթե չլինի արդարադատություն, ինչքան է խոսանք արդարությունից, դա վերացական ինչ-որ թեզեր է։ Եղել է նախորդ իշխանությունների ժամանակ։ Ընտրապայքարի ժամանակ մարդիկ հավաքված են Մերգելյան ինստիտուտի բակում, ընտրական հանդիպում է։ Դրանից 20 մետր են կողմի վրա իմ հակառակորդը մեկի սպանեց։ Մի հատ էլ շատ ինչ եղավ, ոչ մի բան բացարձակ ազատության մեջ։ Որը ես ուզում եմ համակարգն է։ Թողենք պարոն Սարգսյան։ Համակարգն է, չի կարա 4 անգամ ժողովուրդը սխալվեր, չէր կարա 4 նախագահ կամ վարչապետ վատը լինեն։ Դա հենց այն համակարգն է, որ սովետական մուլտֆիլմ կար, որ ասպետը գնում է հրեշին սպանելու, ինքը հրեշ է։ Չինական պատմություն է իրականում։ Այո։ Ես զգացել եմ իմ կաշվի վրա Կենիայում, երբ որ զգում ես, որ ժողովրդից կտրվում ես, մի հատ վատ զգացմունք է քո մեջ գալիս, որ ինչ ասում ես, դու ճիշտ ես։ Եթե այդ զգացմունքի վրա չկարողը ես կարողացա իմ վրա։ Հակակշիռներ են պետք։ Այո, ու կողքդ էլ 10-20 հոգի հավաքում է Թագավոր ջան, դու Շեֆ ջան։ Հա, Շեֆ ջան, Թագավոր ջան, հա։ Ու դառնում է այն ինչ որ այսօր ունենք, սխալ որոշումներ, ժողովրդից կտրված, իրականությունից կտրված, նույնն էլ ընդդիմության մեջ է։ Հիմա ժողովուրդը ինձ հարց է տալիս, դուք ընդդիմություն եք, թե երրորդ ուժ եք։ Տեսեք, արդեն ժողովրդի մոտ գալիս է մի բան, որ ընդդիմություն բառը արդեն ամոթ է։ Ինձ հարց են տալիս, ասում են, պարոն Սարգսյան, դուք երրորդ ուժ եք, թե ընդդիմություն եք։ Ես այս բան մենակ Հայաստանում եմ տեսել։ Ես մենակ Հայաստանում եմ տեսել, որ պետությունը ընդդիմությունին ասի, եկեք ընտրություն անենք, ընդդիմությունը վախենա։ Ես մենակ Հայաստանում եմ տեսել, որ ես 2 շաբաթ շուտ ասում եմ, հեսա սրանք պարգևավճար են ստանում, ասում են, չէ, հետո լրիվ պարգևավճար են ստանում։ Մենք լինելով մեծամասնությամբ, քանակությամբ, հա, Կիկույու ցեղը ու մասային էլ միանում էր 100% հաղթանակ էինք տանում, վախենում էինք հայտարարեինք։ Եվ մի վայրկյան հետո ընդդիմությունը ասում էր նոր ընտրություններ կատարեք, սխալ է։ Ուզում ասեմ, մենակ Հայաստանում sense բաներ կա, ասում են նոր գաղափար է իմ մոտ եկել ժողովրդից, ասում են դուք ընդդիմություն եք, թե երրորդ ուժ եք։ Հասկանում եք, ընդդիմություն լինելը ամոթ է դառել, տենց են աղավար։ Ես ինչպես եք տեսնում, այսպիսի ընդդիմություն պետք չէ։ Ես կասեմ ձեր հարցին, որ Հայաստանը թե բարձր տեխնոլոգիաներ, թե ռեէքսպորտի երկիր պետք է դառնա, ապաշրջափակումը կատարվելու է, ինչքան էլ ուզենք, թե չուզենք, մենք այդ հարցը չկարողացանք 30 քանի տարում լուծել, ասում եմ, այն ժամանակ պետք է չկանգնեինք մենք, այն 90-ականներին պետք է չկանգնեինք, պետք է ապաշրջափակման
մենակ զենքի ուժը ունեինք միջազգային հանրության սատարումը, ուժն է ծնում իրավունք։ այո, եւ միջազգային ամբողջ հանրությունը Արցախի հայությանը ճանաչում էր ինքնորոշման եւ կարող էինք ստորագրել զինադադար միայն ապաշրջափակման դեպքում, մենք չարեցինք դա։ Հիմա պետքա անենք։ Մեզ կմեղադրեն, որ Թուրքիայի հետ սահման եք ուզում բացեք։ Նախ Թուրքիայի արևմտյան սահմանները ճանաչված չի ոչ մի երկրի կողմից, չկա դելիմիտացիա, դեմարկացիա, այսինքն իրավաբանորեն չի։ Եթե ռուսական կողմը մեզ ուզում է դաշնակից լինի, եկեք գանք խորքերից, Բրեստ-Լիտովսկին, ամեն ինչով նրանք չեզոքացրել են այդ պայմանագիրը, թողել են 4-րդ կետը։ Բայց մի կողմ դնում Վիլսոնյան ամբողջ այդ իրավական ակտը։ Չենք դնում։ Առաջին պլան պետքա բերել։ Այո, չենք դնում։ Ճիշտ ժամանակն է, անորոշության մեջ ամենաճիշտ ժամանակն է հստակ բաները առաջ մղել։ Բրեստ-Լիտովսկին եղել է մեր թշնամի պայմանագիր, հա, իրոք իբր մեզ չի վերաբերվել, բայց 4-րդ կետը հենց մեր հողերը սիրուցան արել։ Եթե ռուսները ձեր մեզ բարեկամ են, եկեք Բրեստ-Լիտովսկին բոլոր կետերը հեչ են արել, բացի 4-րդ կետից։ Կարող եք ավելի կոնկրետացնել Մոսկվայի եւ Կարսի։ Դրանից հետո արդեն։ Այո, այսինքն եթե Բրեստ-Լիտովսկին հելա, ու ասենք ապօրինի բոլշևիկները ճանաչված չեն եղել, բոլշևիկները ճանաչvan որ թվին, Անգլիան առաջինը ճանաչեց, ոնց որ 23 թվականին, երբ որ British Petroleum-ի հետ արդեն համաձայնեցվեց այդ գազամուղի հարցը, եւ մյուս կողմից էլ եղել են ովքեր, էլի ՀԿ, այսինքն ոչ օրինական կազմակերպություններ մեր հայերի հարցն են լուծել, ու ռուսները բոլոր կետերը արդեն չեզոքացրել են, բայց այդ 4-րդ կետը մնացել է։ Եկեք, եթե դուք մեզ բարեկամ եք, եկեք մի հատ տենանք, այդ ինչ ձև բարեկամ եք։ Երկուս, թե գիտություն, թե ռիեքսպորտ, նայենք Դուբայի օրինակը, ռիեքսպորտով զարգացավ գիտությունը անենց մակարդակի, անենց նոր մինիստրություններ են հորինում, որ մենք հայերը սենց խելոք լինելով, երջանկության մինիստրություն, IT մինիստրություն, պարոն Գևորգյանի հետ մենակ համաձայն չեմ, որ Ռուսաստանը սատկուման, Ռուսաստանը ցույց տվեց, որ անվերջ կարա պատերազմ վարի, հիմա էլ այդ օթահակա ոնց է կոչում իրանց մոտ, բեսպիլոտնի վայսկա, օրական մեծ քանակությամբ կուտակում է եւ օրական մոտ 8000 ավել դրոն արտադրում է։ Ռուսաստանը հասկանալու համար ոչ մեկս չենք հասկանալու Ռուսաստանը, միանգամից ասենք։ Ճիշտ այնպես ինչպես Ամերիկան չի հասկանում Ճապոնիայի գաղտնիքը հաջողության։ Հատորներ են գրել ամերիկացիները, չեն կարող վերցանեն ճապոնական բիզնես մշակույթը կամ ընդհանրապես մտածելակերպը։ Աշխարհն էլ չի կարող հասկանալ Ռուսաստան, գիտեք ինչի, որովհետև ֆիզիկայի օրենքները երկրի վրա եւ տիեզերքում լրիվ տարբեր են գործում։ Հոգեբանություն կա, որը անգամ հայերը չեն կարող վերցանել։ Դրա համար հանգիստ թողնենք Ռուսաստանը, հանգիստ թողենք մնացած երկրները, ես ուզում եմ հետեւյալին կալ, եթե չխանգարեցի։ Չէ, ես ասացի, 2026 թվականի հունվարի 10-ին լրիվ նոր իրողություն կարող ենք ֆիքսել ամենաժամանակակից դասը մարդկության։ Հետևյալն է, ուժն է ծնում իրավունք։ Այո։ Մեզ համաշխարհային տնտեսության առաջնորդ երկիրը առայժմ, ես որոշ չափով Չինաստանն եմ համարում իհարկե, բայց որպես հեգեմոն մնում է դեռ Միացյալ Նահանգները, որտեղ տեխնոլոգիապես եւ ոչ միայն տեխնոլոգիապես բավական նաեւ համաչափության տնտեսական զարգացման եւ աղքատության նվազեցման առումով Միացյալ Նահանգները բավական առաջ։ Այդ դասը մեզ տալիս է։ Պատմական Հայաստանը մեզ հուշում է, որ այդ իրավունքը, այդ ուժը, որ տալիս է իրավունք, այս փափուկ ուժն է, որը մենք ունեցել ենք, բայց արհամարում ենք։ Մենք ասում ենք, չէ, մենք տկարամիտ ենք, մենք դեգրադացված ազգ ենք, մենք ընդհանրապես մի քանի տարվա խայտառակության տերն ենք, ոչ թե այդ հզոր հարստության, եւ ասում ենք խեղճ ու կրակ եկեք տեսնենք, դες չի։ Եվ ուզում եմ ընդհանրապես մի, եթե թույլ կտաք, մի փոքրիկ ուղղում էլ չէ, խմբագրում, եթե կարելի է։ Ինչու 5 տարի հետո, ինչու մենք դարձյալ մեզ զսպում ենք, չասենք, մի քիչ ավելի հեռանկարին նայենք։
այո, կարող ենք համատեղել, եթե այս փափուկ ուժը մենք դեր ենք կանգնում, արդյոք գաղտնիքա, որ փափուկ ուժին տիրապետող ժողովուրդը եւ պետությունը, ազգը եւ պետությունը կարող է ծնկի բերել իրական զենք ունեցող պետությանը։ Գաղտնիք չի կարծեմ։ Այսինքն մենք լավ չենք օգտագործում Աստծուց մեզ տված այդ զենքը։ Այդ պատճառով այստեղ շատ հստակ մասնագետների հետ է սա կազմվել։ Այդպես չի որ ինքնագործունեություն է, այստեղ Հայաստանը կրթական, գիտական, տեխնոլոգիական կենտրոն կարող է պետք է դառնալ, որովհետև նախադրյալները ամենաշատը խոր արմատներով հենց Հայաստանում են։ Տեխնոլոգիական դիվանագիտությունը ավելին ասեմ, դա տնտեսական դիվանագիտության կարևորագույն մասն է, գիտական եւ տեխնոլոգիական դիվանագիտությունը, որը մենք Հայաստանից դուրս օգտագործում են հենց հայերը, բայց մենք դեռ չենք կարողանում տեղայնացնել բերել այստեղ։ Եթե մենք կարողանանք իրավունքի եւ պատասխանատվության միջև բալանսը ապահովել երկրում, եթեները շատ են, եթե մենք ճիշտ կետից սկսենք այ 5 տարին, այո, ձեր ասած 5 տարին լրիվ բավարար է, որպեսզի մենք եւ ունենանք, իսկ ով ասում, որ միան գիտական կամ տեխնոլոգիական կենտրոն դառնալով Հայաստանը չի կարող կամ չպիտի ազատ ու լավ սպասարկի ոչ միայն իր երկրի նպատակներ, այլ դրանից օգուտներ քաղի, ինչպես դարեր շարունակ արել են։ Ի վերջո, այս ամեն ինչի առհավատչան Մխիթար Գոշն է, Մխիթար Գոշի արարածը ամբողջ Եվրոպան ընդունում է մինչև այսօր, որ իրենց օրենսդրության հիմքը Մխիթար Գոշն է, դատաստանագիրքն է, որտեղ այդ բալանսը կա ամենուր, մեր օրենսդրության նորանկախ Հայաստանի օրենսդրության մեջ այդ խախտված է։ Շատ օրենքներ կան, կներեք, բացի քրեական օրենսգրքից, մնացած օրենքների գերակշիռ մասում կա ինչ պետք է անել, բայց ինչ անել, եթե դա չեք կատարում, չի գրված։ Ուրեմն սա դեռիվ հեքիաթների հավաքածու է դառնում։ Եվ այդ կետադրությունը մենք պարտավոր ենք ամենայն խստությամբ, ինչպես է Սինգապուր դարձել, երևի շատերս գիտեն, գոնե այստեղ ներկաները։ Այդ խստությունը եթե չլներ, եթե մահապատիժ Ամերիկային վերացրեք, դուք Ամերիկա չեք ունենա։ Շատերը չգիտեն, որ Ամերիկան մահապատիժ ունի։ Ինչպես պետքա զգոնության վերել այն մարդկանց, ովքեր ում համար ինչ ազգ, ինչ պետություն այս վիճակն է։ Ես հավատում եմ նրան, որ եւ տեխնոլոգիապես մենք կարող ենք բավական լուրջ նվաճումներ ունենանք, եւ արդարադատության մասով էլ արդարության մասով սոցիալական արդարություն։ Բոլոր այն պետությունները, ովքեր ումից կարող ենք ակնկալել այդ ներդրումները, որ դուք ասում եք, նրանք եթե տեսան, որ սոցիալական արդարություն չկա, փախնելու են, ոչ թե կարող է ներդրում գալ եւ էսել իր համար։ Դրա համար մեզ համար շատ կարեւոր է վստահության գործոն, մեկս մյուսի հանդեպ, բոլոր այն ինչի մասին մենք խոսել ենք, սրանք պետք է շատ լուրջ վերաբերվենք, բայց առաջին հերթին երեխային այն փոքր տարիքից մանկապարտեզից Բանգալորը դարձել գիտեք, մանկապարտեզից եւ արդարության սկզբունքներից է եկել, որովհետեւ արդար կարողացել են զատել բնական ճանապարհով այս երեխայի մեջ ինչ հատկություններ, ինչ շնորհներ կան դրված, որ մենք դրան տանենք IT ոլորտ, թե թողենք ինքը իրենով ուրիշ ոլորտներ։ Պետությունը պետք է զբաղվի բազգային գաղափարաբանությունից ծնողների վրա։ Իսկ բանը մեր ԿԳՄՍ նախարարը ասում է մենք պետք է ընդունենք փաստ, որ արդեն իրականություն, որ թմրադեղը արդեն հայտնվել է դպրոցում, պատկերացնեք։ Իրենց դպրոցում, իրենց սարքած դպրոցում, մեր դպրոցում նման բան չի կարող լինել։ Այսօր մենք այդ դպրոցում ենք մեր երեխեքին տալիս սովորելու եւ ինքը ասում է դա արդեն պետք է որպես իրական Հայաստանի կարևոր մաս ընդունել։ Շնորհակալություն, պարոն Այկ, եթե որևէ բան եք ասելու, որը մեկը շատ կարճ, եթե ոչ, ես ուզում եմ խոր շնորհակալություն հայտնել ձեզ բոլորին մեր հաղորդմանը մասնակցելու համար, ես կարծում եմ հետաքրքիր հաղորդում ստացվեց եւ մեր հեռուստադիտողները նայելով այս հաղորդումը մտածելու շատ բան ունեն։ Ես կարծում եմ մենք առիթ կունենալ շարունակել այս կլոր սեղանը, գուցե տարբեր մարդկանցով, բայց այս ֆորմատով հարցերը այսպես արմատական քննարկելու եւ արմատական ելքի ճանապարհը ցույց տալու առումով,
Ուրեմն սել երուստադիտողներ, սրանով հաղորդումը ավարտվում է, ես փորձեմ հիշեցնել մեր բանախոսներին, մեր բանախոսներն են Թաթուլ Մանասերյանը, տնտեսագիտության դոկտոր, Հայկ Տրունյանը, սոցիոլոգիայի գիտությունների տեխնացու, Աշոտ Գևորգյանը, ֆիզմատ գիտությունների տեխնացու եւ Վեբատ գիտությունների դոկտոր, շատ ներողություն, ես իջեցրի դեր ստատուսը չնայած Նոր օրենքով ճիշտ է ասում, ոչ դոկտոր, ոչ պրոֆեսոր ասել։ Ձեր դոկտորականը իմաստը կորսեց, որովհետև Նոր տեխնացուները հիմա դոկտոր են համարվում եւ պարոն Արտակ Սարգսյանը ուրեմն որի ստեղծած կուսակցությունը Քոչարի ազգային վերածնունդ կոչագրությունը պետք է մասնակցի 2026 թվականի ընտրություններին հաղթելու ցանկությամբ։ Սրանով հաղորդումը ավարտում եմ, սիրելի բարեկամներ, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։